Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր օգոստոսի 23-ն է եւ եթերում է հանրային դատ հաղորդաշարը օրը ուրբաթ։ Մեր մշտական անդամները իրենց տեղերում են, պարոն Աբազյան, Անդոյ, Մալչիկ պա իմինի Սասուն Բոզի տղեն, Վայ Ղազարյան ոստիկանապետով ընկեր Հովանեսյան, Աննա Վարդապետյան, Կիրեմե Բախով, Արգիշտ Քյարամյան եւ իհարկե Ռուզիկ այսօր ներկա է նաեւ Քրիստիկն էլ եկել, վերադարձել է տաղավար։ Քրիստիկ դուրը բաց ներս հրավիրենք այսօրվա մեջ հյուրերին։ Սերժ Սարգսյանի արքայադուստր Իտալուհի սեռական շրթեր Միշիկ անցիներս Բոզի տղա Կարլեն Արամի Հովանեսյան նույն ինքը Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Արամ Հովանեսյանի որդի անցինստի Գանդոն Արման Բաբաջանյան գեբնական Բոզի տղա Սոմիտեսակ Բոզի տղեկ շատ են Վահրամ Բաղդասարյան Հանրապետական կուսակցության Բոզի տղա Անցինստի Բոզի տղա Գորտի աշկեր Դալշը Ես ընդհանուր բողոքամ Նիկոլ Փաշինյան իասախ սաստավով ԱԳՆ եւ այլն անցեք ղախպի տղեկ Սովամ Անաստաս Միկոյան նորից վերադառնում ենք Անաստաս Միկոյան 64 շենքի այսպես ասած սեփականատեր Կարախանյան Ռուբո Ախրքյալակցի Վահան Մաքսայինից այրոպորտի Ոմն Սամո եւ ԱԱՑ-ի նախկին բարձրաստիճան աշխատակից անձերը կպարզենք մինչեւ երկուշաբթի անցեք նստեք Գանդոններ Բիելլա մսամթերքի սեփականատեր Հենրիկ Զախարյան Հենրիկ Բիելլա անցել Արամ Զավենի Սարգսյան կամ Վազգենի Քուր Բոզի տղա անցինստի Ռուզիկը ստեղա Սերան Մուշեղիչ Սերան Օհանյան Սևելնե գեներալ գնդապետի պագորները որքով վրենա ազգային ժողովի պատգամավոր անցինստի Գագիկ Խաչատրյան Գագիկ Հայաստանի Հանրապետությունը ծածրած թիվ 1 օլիգարխ անցինստի Գանդոն Հովիկ Աբրահամյան Հովիկ Մկնիկ անցինստի Հովիկ Աբրահամյան Так Զանգակատան Զորամասի հրամանատար անազգանունը չեմ գրել երբ նախկին հադրութի հրամանատարը որ թողեց թռավ անցինստի Բոզի տղա Так Մանվել Փարամազյան Քաջարանի քաղաքապետ անցինստի Գանդոն Աբազստեղամ Գնել Սանոսյան ազգային ժողովի պատգամավոր Համբարձումյան Կարեն դուք էլ անցեք Բոզի տղեկ ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանելյան, ինչպես նաև համալիրի տնօրեն Կարեն Ղազարյան, ձեր բռնած, անցեք։ Եվ իհարկե Սիսի Բոզիս տղա, նարկաման Բոզիս տղա, կաշառակեր Бозис тага. Անցինստի։ Итак, որ ասում է, вся семья в сборе։ Քրիստիկ տրներ պագին։ Սկսենք մեր հաղորդումը բնականաբար բողոքներից։ Բիելլա մսամթերքի տնօրեն սեփականատեր ավելի ճիշտ
Հենրիկ Զախարյան stand up my friend Ուրեմն ես երբևիցե չեմ անդրադարձել Բիելլային չգիտեմ լավա թե վատա Հիմա մեզ ահազանգում են Բիելլա մսամթերքի աշխատակիցները Աննա Վարդապետյան գլխավոր դատախազես Արգանդ Այդ աշխատակիցները եւ ահազանգում են, որ 2 ամիս է մենք աշխատավարձ չենք ստացել 150-ից 200 հոգի մոտավորապես Ուրեմն Հենրիկ Զախարյան նախ նմանատիպ հարցերը ես կփորձեմ սեպտեմբերի 1-ից դուրս բերել հանրային դատ հաղորդաշարի շրջանակներից, որովհետեւ սեպտեմբերի 1-ից սպասվում է նոր հաղորդաշար, որը կոչվում է Քաղաքացու ձայն Եվ այդ հաղորդումը նոր, այսինքն նոր սկսվող այդ հաղորդման ֆորմատը ինքը հեռարձակվելու է միայն առավոտյան ժամը 10-10:30-ի կողմերը ժամ ու կես տևողությամբ կտրամադրվի հեռախոսահամար, որով որ նմանատիպ այդ հարցերով քաղաքացիները զանգահարելու են ուղիղ եթեր, բողոքը հնչելու է ուղիղ եթերում եւ այդ նույն պահին մենք մեկ այլ հեռախոսով կապնվելու ենք գործատուի հետ Այսինքն այս հարցերը կփորձենք լուծում տալ հենց ուղիղ եթերով միանգամից լսելով երկու կողմիներ Հիմա Հենրիկ Զախարյան ես ձեզ չեմ ճանաչում ես ձեզ դեմքով չեմ տեսել ձեր հետ չեմ քնե ձեր հետ չեմ վազե Ձեր աշխատակիցների խնդիրը լուծեք մինչև երկուշաբթի պատալոգ երեքշաբթի օրը եթե դուք չեք ուզում որ մենք ավելի խորանանք ձեր գործունեության մեջ ձեր անձնական կյանք ձեր ընտանեկան կյանք եւ վերջո ես ձեր հետ քնեմ բայց դուք հարցնացուի դերում եւ այս մարդկանց աշխատավարձի հարցը լուծեք Սրանով պետք է զբաղվի կառավարությունը, սրանով պետք է զբաղվի աշխատանքի տեսությունը, սրանով պետք է զբաղվի դատախազությունը, այլ ոչ թե քաղաքական պետական գործիչ Վարդան Ղուկասյանը, բայց քանի որ մեր ազգաբնակչության գրեթե մեծ մասը փայլում է, ոչ չնեղանան, փայլում է տգիտությամբ, անգրագիտությամբ, Yaman մեզնի շլնի, ես դա չեմ կարող հասկանամ Սիրելի օրինակ նմանատիպ բողոք են ուղարկե գյումրեցիները Ինչ ասեմ Այս երկու բողոքը միասին թողնա Ինչ են ասում պարոն Ղուկասյան Գյումրի 90% գործատուները աշխատողներին օգտագործում են որպես ռապ Մի հատ բանը 90-ական թվականներին ֆիլմ կար Ռաբինյա Իզաուրա չգիտեմ Իմ տարիքի մարդիկ, ինձ ավելի մեծ մարդիկ կհիշեն Ուրեմն օրվա մեջ աշխատում են 13 ժամ ամսական ունեն հանգիստ 2 օր ստանում են աշխատավարձ 150,000 դրամ Բա ռապ չի, ինչ է Ռաբից բեթար է Ասում Օգտվում են առիթից, որ աշխատատեղ չկա եւ ոնց ուզում են մարդուն շահագործում են։ Լավ, Աննա Վարդապետյան, աշխատատեղ չկա, հիմա որ խեռեմ, պիտի նեղանաս։ Քո մարզի, քո Գյումրու դատախազնովա չնայած, գյումրեցիներին հասնում է։ Որովհետեւ երբ որ Նիկոլի ագարկին տենում են, վայ, ասիգով է, ասիգը մեր թագավորն է, քեզ ինչ կսիրենք։ Ու այդ պահին ես աստված ինձ կագիտե, ատենց ասողին ասեմ մորը ծածացնեմ, սրա ինչն է թագավոր, այ լեննագանցի բոզի տղա, են օղորմացիկը, որ ասում էր տարան կողին ծակը, բանում դադարանի դալիճում մեռավ, ու տենց թապոններ միայն լեննագանում չեն, շատ տեղերում են, բայց լեննականում առավել եվս, որ ասեց ասոր ինչն է թագավոր, ասեց թագավոր, եթե որևիցե մի հին միջնադարեր մեկն ունեցել է, այդ երկրի մորը ծսրե պրելեն արևի տակ, սա ոնց կարալի թագավոր, այ բոզի տղա, 13 ժամ ձեզ օրեկան ծսնեն, ամիս ընդամենը 2 օր հանգիստ տան, և դրա դիմաց դուք ստանաք 150,000 դրամ, այս բոզի տղուն էլ տենակ, կնական կնեք բան ոտենացեք, ասիկը մեր թագավորն է, Նիկոլը պիտի հավիծյան եղնի, են ռագոն էլ ասում է, բայց ինչ լավ բաներ, ասում է կապ չունի, Նիկոլն է, վերջ Դե ատես բոզի տղուն արի բան բացատրի Կլնի չելի պիտի ընդամենը գլխից խպես պրծնես վերջ Հլա ասում են Ստալինը քանի հազար հայա կոտորե քիչ արե Ստալինը քիչ ա կոտորե պիտի ավելի շատ կոտորեր
Ավելի շատ կոտորել, որ այս բոզի տղեկ չծնվեին, այն թվերի բոզի տղեկից։ Հասկանում եք։ Այ հիմա ես հասկանում եմ։ Այն որ ասում են տարեք, դրեք, գյուլել են գյուղացիներին, անմեղ գյուղացիներ, այսից են եղել։ Այսից են եղել, ես գյուղացու թողացի չանայց։ Որ տվյալ գյուղացին քաղաքացիական գիտակցություն չունի, իր իրավունքների մասին պայքարել չգիտի, չինովնիկա տենեմ չգիտի, չինովնիկի տրուսիկի որ մասը բացի լզի, այդ պահին իան լավ լնի, չինովնիկը մի հատ դեպքին ժպտա, գնա թե դրանից հետո մերը ոսկը կոնվի ածված գիտի։ Այսա ազգի վիճակն ու մակարդակը, նույնն էլ բիելլան։ Եվ դա է պատճառը, որ սաղ Վարդան Ղուկասյան, է Վարդան Ղուկասյանը միշտ է քյալեն թափած եղել, միշտ, սկսած դպրոցից, փառկացո իմ դասղեկը ողջա, Լիդա Մկրտչյանը, աստվածյան երկարտարների կյանք տա, թող գնան հարցնեն, ինչ աշակերտ է եղել Վարդան Ղուկասյանը, սաղի համը կրվի անեմ։ Եվ հիմա ընկել գյումրեցիներ, որ այսպես բողոք եք ուղարկել, լավ է գարե, բայց եթե դուք ուզում եք, որ նմանատիպ բան տեղի չունենա եւ դուք չդառնաք Ռաբինա Իզաուրա, հələ մի րոպե կաց այն անտերն է մնաց այնտեղ, հələ մի վարքյան։ Ախր ես զգում եմ սեղանի վերից մի հատ բան ապակասեմ։ Մի րոպե, հալտերամ էդ հադեսուս էլի անտեշ։ Ես պիտի մկտեմ էդ կինուն։ Ահա, խծեմ։ Չեմ ալարելու։ Էսա։ Հա։ Սենյոր Լեոն։ Հիշակ, ծնվել է գարուն է։ Изаура? Бедняжка. Такая же раба, как мы с тобой. А сеньор Леонсио просто ничтожество. Լեոնսո անունն է մոռացե։ Սա ժողովուրդ վազը մեթմեին, որ այդ բանկինոն նայեն։ Հիշակ։ Այմա սրանք են։ Ռաբինա Իզաուրա։ Դրեք նայեք, լեննագանցիներ։ Ձեր բանը գործատուների եւ ձեր խնդիրը կարող է լուծվել միայն կողեմ Սերժ, կողեմ Ռոբիկ, կողեմ Բագրատ, կողեմ Միշիկ, դրանք բոլորը այսօրվա քաղաքական դաշտում ընդդիմադիր մտում հանդես եկող շատլախների 90%-ը լրիվ բիզնեսմեն են, լրիվ նույն Ռոբիկը, նույն Սերժիկը, նույն Լովիկը, նույն Միշիկը, Վազգենի քուրը, սաղ, ով կա չկա ընդդիմադիր դաշտում, բոլորը բիզնեսմեն են։ Եվ ձեզ չթվա, որ բիզնեսմենը, այսինքն կապիտալիստը, խփի իր գրպանին, հանում ժողովրդի, բացառվում է։ Վարդան Ղուկասյանը ոչ ռեստորաններ ունի, ոչ զավոդներ ունի, ոչ էլ բիզնեսմենն է։ Վարդան Ղուկասյանը միշտ հանդես է եկել բանվոր դասակարգի իրավունքի պաշտպանման համար։ Ով մտնում է քաղաքական դաշտ եւ տվյալ քաղաքական գործիչը, դու գիտես որ բեզակալոնկեք ունի, զավոդներ ունի, խեռից կլոկն ունի եւ այլն, մոռացեք որ նա հասարակ ժողովրդի համար փորձելու է վիզդնի օրենք պաշտպանի բանվորի համար մտածի խռը գլող նրանք մտածում են միայն իրանց անձնական գրպանի դոլարնիքի համար որ շատ դոլար վեկալեն որ դլո տրսնեն քավոր նշան դրեք աղջիկ ցարց տղեկ մղեք ամեն մեկին տուն տեղ առնեն ապահովեն մոռացեք որ որևիցե մի այլ քաղաքական գործիչ մտածելու է ձեր մասին մոռացեք Իսկ ինչ վերաբերում է Բիելլային, մինչև 3 շաբթի հարցերը լուծես Հենրիկ Զախարյան։ Դες մարդավարի եմ ասում առանց քոտուն մտնելու։ Էս թեմային համահունչ
Ուր է այս բոզի տղերը։ Ենքան շատ են, դար իմացի, որի սկսես։ Խտրեմ։ Վարամ Բաղդասարյան, ստենդապ, բոզի տղա։ Էս է նույն Վարամ Բաղդասարյանն է, հանրապետական կուսակցությունից նախկին, այն զոմբի բոզի տղեկ լսեք, նախկին է։ Այն նույն Վարամ Բաղդասարյանն է, որ կնոպկեն սխմեց Մավել Գրիգորյանին տարանասին սալամ ալեյկում ճամփին բայն աշխարհ, նույն Վարամ Բաղդասարյանը, ով հանրապետական կուսակցության ֆրակցիայի ղեկավարն է եղել ազգային ժողովում։ Ազգային ժողովում հանրապետականի ասիչը։ Այն խելացի գալուստը մեռավ, էս եկավ։ Հիմա բանից պարզվում է, Վարամ Բաղդասարյանը դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, փող չունի, աղքատ մարդ, բոմժ։ 09/09/2022 թվականով տենց եկել է բան վճիռը եւ այլն, մարդը 2024 թվականի ուրեմն ՍՆԴ 2132/04/22 վերջ։ Վարամ Բաղդասարյանը չունևորի, Վարամ Բաղդասարյանը բոմժի, պետությանը ոչ մի պարտավորվածություն, ոչ մի հարկ, ոչ մի տուրք չի տալու, տաքսիստներ Վարամ Բաղդասարյանի փոխարեն ծծեք, այնքան ծծեք, այնքան ոռահանել եք, որ Վարամ Բաղդասարյանի պարտքերը պետական բյուջե փակեք։ Ասում եմ տաքսիստները պիտի ամեն մի բանից 20 դրամ տան, որ ես ճամփա սարքեմ։ Տաքսիստը մամայից ծծնի։ Դու տաքսիստի 20 դրամներով ճանապարհ ես ուզում սարքես, Վարամ Բաղդասարյանին խիս հանե բան սնանք, հա? Խես հանե սնանք։ Ուրեմն ինչեր ունի Վարամ Բաղդասարյանը, սիրելի տաքսիստներ, լսեք։ Վանաձորի Արտեկ ճամբար։ Սովետական միության ժամանակ Վանաձորում կար Արտեկ ճամբար։ Մի շքեղ, մի առանձնակի շքեղ տարածք, շքեղ ճամբար, շքեղ ամեն ինչով։ Այդ ամենը սեփականաշնորել են, հանձնել են Վարամ Բաղդասարյանին, Վաբա ՍՊԸ-ին, այս գործի աշկ բոզի տղուն։ Եկա ճամբարի տարածք, վեկալի ասել են Վարամ Բաղդասարյան ծծրա։ Վանաձորի մորթու եւ մուշտակի ֆաբրիկա, որը կոչվում է Մեխշուբ։ Ումա պատկանը Վարամ Բաղդասարյանին։ Սովետական միության գիգանտ մորթու եւ մուշտակի ֆաբրիկան, որը աշխատում էր Կիրովական քաղաքը, ապահովում հազարավոր աշխատատեղեր, Վարամ Բաղդասարյանս մամման ծծրեց, սեփականաշնորհին գմփցրեց, շինեց եսիմի շքերս, ռեստորանա բացեց տեղը եւ հիմա փող չունի, անցնում ենք առաջ։ Վանաձորի կահույքի գործարան։ Ումա պատկանը Վարամ Բաղդասարյանին, մոր մշ, կահույքի գործարան չկա, Թալին, պոեզի ռելսերա մեջը եղե, մեբելները, մեբելնիքը, պոեզի ռեսելով են, տարեբեր է, պարավոզը, չուկու, արե, էստերից գնաց, ենցերից գնաց, այդ պարավոզի մաշինիստը, տունն ու տեղը ծասցնի, Վարամ Բաղդասարյան, չուկու անելով, են դու այդ գուդոգը տված, դնի կնգատ բենի մեջ, բոզի տղա, քանդեց, մոր դլոն տվեց ձերը, գոյություն չունի։ Անշարժ գույք էր, բեզակալոնկա, զապրավկա եւ այլն 30-ից ավել, չտնեմ սաղ թվարկեմ, Վարամ Բաղդասարյանը Վանաձոր քաղաք եւ Լոռու մարզում ունի 30-ից ավել անշարժ գույք եւ տարածք, հանրային նշանակություն, կվարծիրեք, հողակտորներ, հողամասեր, շինություններ եւ այս մարդը ոչ մի բան չունի։ Պետական ծրագրով ստացել է ժամանակին հակակարկատային կայաններ սարքելու ֆինանսավորում։ Պետությունը Սերժ Սարգսյանը կանչել է Վարամ Բաղդասարյան փող ուզում ես, հա։ Ուրեմն պետ բյուջեից դուրս են գրել միլիոնավոր դոլարնի, տվել են Վարամ Բաղդասարյանի, որ պիտի բերի Լոռվա մարզի գյուղատնտեսական խեռերի մեջ տեղադրի հակակարկատային կայան։ Այն կողմից որ ամպը գա կրակի խփի ամպը ծվրվի կարկու չկա, հակակարկատային կայանները կրակեն աղջկա դլոյի մեջ, դլոն այսպես կարկուտի նման ծբխվի ամբողջ Լոռվա դաշտավայրով, ոչ հակակարկատային կայանը կա, ոչ էլ դոլարնիկը կա, ուրա Վարամ Բաղդասարյանի կնգա դլոյի մեջ։ Ղրիմ, Ռոսիյսկայա Ֆեդերացիա, չէ Կրիմ, ինչ կասել Վանեցյան Արթուրը, նաշ Կրիմ։ Ուրեմն Կրիմում հյուրանոցներ անշարժ գույքեր, եւ այս մարդը չունե որա, լսեք, տաքսիստներ, լսեք, չունե որա։
Դաշը Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկը, նախկին գաղութի շենքը։ Ումնա, այն որ ասում է մարկիզա, այս բոզի տղուննա, դաշը վերնատուն ռեստորան, մեղ շուբի շենքի մեջ, եկա ֆաբրիկան դրին կպսրին, մեջը բացին վերնատուն, ռեստորան, բաժակ նստեն խմեն, Նիկոլ Փաշինյանի կենացը, Նիկոլ Փաշինյանի դատական համակարգի կենացը, օլիգարխ մարդը դարելա բոմժ։ Եվ այն միլիոնավոր դոլարնիքը, որ ինքը պիտի վճարի պետությանը, հարկի, Թուրքի, մաքսի ձևով չի վճարում, ով կվճարի հարիվ տաքսիստները։ Եվ այս ամենի ֆոնի վրա, էլի մարդիկ քլեմ ասում են, թե նախկիններ, ներկաներ, նախկիններ։ Ու մեկը չկա, մի հատ լրատվամիջոց չի հլնեմ, չի ասեմ, Վահրամ Բաղդասարյան, ամորձապարկս դնեմ քիթուբենիդ, որ այդ խոշորացված աշկերըդ, տենան ինչ հա կատարվեմ ձվերի մեջ, բոզի տղա, դու ոնց դարար բոմժ, չէ հարց, ոչ մեկ չի խոսում, կատեգորիկ լրուսունա, նախկինա, կպական ոչ մի բոզի տղա չի հլնի հիմա ազգային ժողովի ամբյոնից ասի, ես ինչ հա կատարվեմ, ոնց որ հիմա հլին ասեն գագի խաչատելը սնանկա, ատես կրնի, չիլնի, նույն իման Վահրամ սնանկա վերջ, տաքսիստ, դե գնա որը հանելի, հդամը խպի, որ ասվալտ ճանապարհ սարքի Նիկոլ բոզի տղեր, դե հիմա տաքսիստն էլ վաղը որ կհանդիպեք Նիկոլ Փաշինյան աղբի տղու հետ, հարցրեք, Նիկոլ Փաշինյան, այն ագարկա կնգած ծծցնենք, Վահրամ Բաղդասարյանը ոնց է դարը բոմժ, էդի նույնը ոնց հյուրասում եմ գայգի խաչատենը վաղը դարը բոմժ, դաշը, այսենց, դրած պետությունը գմպստում են հայ պոստի շենքը, հայ պոստի են եկա շենք են, սիրուն շենքը, ով էր խլե, Սաշիկը, այսօր Սաշիկը մտավ ստվեր, Սաշիկին փոխարինումը ով, գրզո բոզի տղեն, հիմա էլ եկա հայ պոստի շենքը, վեկալելա գրզոն, վերջացավ, այդ շենքը հեսա շուտով կլի բիզիմդիշ, դերը կդնեն եք սարքեն բնակելի շենքեր, հետո կասեն Երևանում լուսը գնումա, գազը գնումա, ջուրը գնումա, լուսը գնումա, որովհետև Երևանի կաբելները, ջուրը, գազը նախատեսված չի, այսքան բարձրահարկ շենքերի համար։ Որևիցե մեկը այսօր գրզոյին բան ասում, որ դրանց մասսայական խմիչներ կեղծելի, ես իմիջ խեռս ուտելի, կինո Ռասիայի միջեն, ագարկի հետ, սիրունի հետ բանը միասին։ Մերանք ասելով տակը զավոդագործում, Պեք, Ռուստամ Բադասյան, բոզի տղա, գնա հետևից չեթը, կարա գնա, կբրենք ծծրեն, Ռուստամ Բադասյանին կշինեն Ռաքսալանա, չիլնել Ռուստամ, մի բոզի տղուց շենքը անցնում է մյուս բոզի տղու, մի բոզի տղուց անցնում է մյուս բոզի տղու, քանդելով գնում են, եթե մի մարդ բիզնեսմեն է, եթե մի մարդ օլիգարխ է, բիզնեսմենը կամ օլիգարխը, երբեք չի կարող ունենալ պետական մտածելակերպ։ Եթե դուք տեսնում եք որևիցե մի բիզնեսմենի, որևիցե մի օլիգարխի, ով մտնում է քաղաքական դաշտ ու սկսում է խոսալ պոլիտիկայից, պիտի ասես լավը քունեմ, հելիստից գնա բոզի տղա, 1000 անգամ ներողություն։ Որովհետև այդ մարդը չի կարող, նորից եմ կրկնում, վիամա որտեղ փող, որ ասում է որտեղ հաց, այնտեղ կաց, ինքը դոլար աշխատի։ Իր համար պետականություն, պետականամետություն եւ այլն գոյություն չունի։ Սերան Մոշեղիչ, пожалуйста։ Կոչում է պաշտպանության նախարար, չմո, գեներալ գնդապետ։ Հետո ասում են Ալեն Սիմոնյանը ընչիա ծսնեմ եւ առհասարակ խին ծսնեմ։ Եկա գեներալ գնդապետ մարդ, չրփեմ, թքեմ վրեն, քակեմ վրեն։ Ինչ ուզում անում են ձեն չի ան, որտի ձեն անի։ Որտեղից ձեն հանի, երբ որ նախ ինչա գրե Ռուզիկս ասում է մեր մուշեղը, տղեն, եթիմը, ընդունվել է թոփ 50 լավագույն համալսարաններից մեկը, 12-րդը Եվրոպայում, իրավաբանական ֆակուլտետ, ոնց է ընդունվել, ուսման հետ կապված տարեկետում չկա, ճիշտ է, եթե կառավարությունն է տվել տարեկետում, Սեյրան Մուշեղիչի տղուն, ստեղ առաջանում է հարց, բա Սեյրան Մուշեղիչը ընդդիմություն է, դուք ընդդիմադիր պատգամավորի տղուն խի եք ասրոշկա տվել պարտադիր զինվորական ծառայությունից եւ ուղարկել Եվրոպա
իրավաբանական սովորելու։ Խի շատ ներողություն։ Այդ ինչ մի մասնագիտություն է, որ իրավաբանությունը պետք է սովորել Եվրոպայում։ Խի Հայաստանի բույրում իրավաբանություն չեն դասավանդում, աղջի լիրբ։ Թե քո տղեն այն որ դու էտո ատանց լեդի դրա մասին ոչ մի խոսք։ Այն որ մեր ռուզիկի արգանդն բրլյանտապատի այն որ Սվարովսկին ոտերը սկերել է ռուզիկի արգանդի դեմը դրա մասին ոչ մի խոսք։ Դե պարզա մուշեղն էլ դուրս է եկել ադամանդապատ արգանդից։ Էտա բրլյանտնիկը Դաժե պատղաջրերի տեղը եղել է ոսկյա ջրեր, այն որ ոսկեն լավը մեջ է, այդտեղ ջրերով է մուշերի կծնվե։ Հասկացանք, բայց մուշերիկը պիտի գնա բանակ։ Ինչ ես տարեկետում տվե Նիկոլ Փաշինյան։ Եթե տարեկետում չի, ապա ոնց է մուշերիկը գնաց է հասե Եվրոպա։ Չէ ոնց։ Ինչ հիմքով։ Սրա պատասխանը հակակոռուպցիոն բոզի տղա, սասուն, մեկը պիտի պատասխան, դա թե չէ։ Խի։ Մենք իրավաբանական չունեինք, հələ բժշկական գնա սովորի, կասեմ, հա, էտա Եվրոպա ցիվիլ բժշկություն։ Բայց ես ղախպ են գնացել Եվրոպայի, չգիտեմ, օրենսդրությունը որ սովորի, մենք կտրուկ տարբերվում ենք ամեն ինչով եվրոպական օրենսդրությունից։ Որ ինչ ան, ինչի բանակում չի մուշեղիկը։ Աննա Վարդապետյան։ Ուր այն զինվորական դատախազ ղախպի տղին կա չեք ներս, Էլիս Բայրաներ, Էլիս Բեկյաներ։ Ոնց կարա ռուզիկի տղեն գնա հասնի բանակ, խերեգլող, փոխարենը պիտի գնան շունևոր, բանվոր, գյուղացիական մարդկանց երեխեքը, պրիտոմ հիվանդ վեկալ են ճամփեն, առողջնիքը ազատվեն, օրինակ, խնդրեմ, ռազմական ոստիկանության պետուրա, անցելստի Զանգենք տես մի հատ ծնողի հենց հիմա։ Ռուզի մուշեղը ընդունվել է իրավաբանական։ Յա, ընդունվի իրավաբանական չընդունվի, այդ չմոհոր տղեն չի։ Ասեք թե ընդունվավ հետո։ Այդ հայա չիչած գյոթը։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք եք Կարեն։ Այո։ Ձեզ զանգարել է Վարդան Ղուկասյանը։ Մենք հիմա ուղիղ եթերում ենք։ Դուք զինվորի ծնող եք։ Այո, պարոն Ղուկասյան։ Դե խնդրում եմ երկու բառով ներկայացեք ում ծնողն եք դուք եւ ինչ խնդիր ունի ձեր տղան, ինչու է պայմանավորված ձեր ահազանգը, ձեզ լսում է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը եւ գլխավոր դատախազը։ Մենք լսում ենք ձեզ։ Մի քիչ բարձր։ Իմ երեխանի ծնե Եղնջացանունի եւ Կվինտին այտուց։ Կվինկեի այտուց։ Դժում ընդհանրապես։ Կվինտեյնի այտուց։ Ահա։ Հետո որտեղ է ձեր երեխան։ Ու երեխան ամեն տարի պարտել է հիվանդանոց համարյա։ Կոկորտ իրավ սերտում է, երկու կնիկինը բռնում է։ Երեխան շնչա Երուսալիմում։ Ձեր երեխան որտեղ է։ Եվ ով է ձեր երեխան։ Բերել են կանադի հոսպիտալ։ Հիմա բերել են կանադի հոսպիտալ երեխայի։ Ահա, երբ է զորակոչվե բանակ։ Հոսպիտալ իրանք հաշվից չեն առել։ Երբ է ձեր որդին զորակոչվե բանակ, ձեր որդու անուն ազգանուն հայրանուն։ Հունիսի 23-ին Հաբաջան Հարություն Կարենի։ Հաբացյան Հաբադյան Հարություն Կարենի։ Հարություն Կարենի։ Իսկ բժշկական փաստաթղթերը դուք ցույց տվել եք հանրապետական զինկոմիսարիատին, որ ձեր տղան ունի եղնջացան, որն առաջացնում է Կվինկեի այտուց։ Բոլորին ցույց են տվել։ Ինչ են ասում։ Բայց ոչ մի ոչխարն էլ էդի հաշվի չի առել, երեխուս բռնել տարել է, 3 օր հետո էլ վատացել է չաստում, ղափանի չաստում։ Ահա։
ձեր Այսօր Ռասպեկն դե ասում են մտավ արևից է այդ ամեն ինչը եղել։ Բայց արևից չի կարող լինի, քանի որ այս թղթերը ներկայացվել են, իրան դաժե թղթերը չեն կարդացել, որ տենան որ թղթերի մեջ դաժե գրած է երեխային արևային լոգան կա նշանակել բժիշկը։ Այդքան ոչխար ու գանդոն են։ իրերը պետք է կոչել իրենց անով, ձեր հետ համաձայն եմ, ձեր տղան արդեն փաստորեն 2 ամիս է ծառայում է բանակում, ինքը պրիսիակ ընդունել է գոնե։ 1 ամիս է, ուղիղ 1 ամիս։ Հա, 1 ամիս, հա, ներողություն։ Ինքը պրիսիակ Ինքը բան պրիսիակ ընդունել է։ Չի ընդունել։ Չի ընդունել։ Ոչ։ Երեքան 3 օր հետո բացացել է չաստում։ Ընդ մի շաբաթ 10 օր երեքուն տարել է սանչած բերել են դեղ են տվեց, કે դեղը չեն էլ իմացել, փոլա ծավյակ է, գրկա ծավյակ է, որի ծավի է։ Դեղ են տվել անիմաց երեքեն 10 օր նստած է, լուսացել, չի կարեցեք տնի։ Տարել են Սիսյանի գոսպիտալ, Սիսյանի գոսպիտալը Ստացեց բան է էսի, դետեն Ֆիլիպոս վիճակ է։ Ես ընդ բժիշկին բացատրեցի, որ երեխի կմինտինը դրանով է այդ ձև ասում։ Ու էլի հաշվի չաղան։ Հաջորդ օրը բժիշկը ասում է, հա ճիշտ եք ասում, հենա երեխը ուռել է, դուս ատվել ու կմինտինը խեղդում է։ Բայց ես այդպես միջոց չունեմ, պետք է ուղարկեմ Երևան։ Երեխուն մի քանի օր սիստեմա են միացնում դեքսամետազոն, որը չի կարելի քան շատ միացնել։ Այո։ 2 անգամ միացնում են։ Առանց հասկանալու միացնում են։ Հետո գնում են կանադի հոսպիտալի բժիշկուհիներ անեգոլոգը արցախի մեջ է լինում, ոչ կներ, որը կցավակ, որ գալ երեխուն այդ վիճակով ստենալ մի հատ ինչա, ուղղակի ստուգման։ Երեխուն դեղերը տալիս են, նվիր մոտը կանգնացնում են այդ վիճակը, հանդստացնում են տվինտինը, հանդստացնում են ալերգիան ու ուղարկում են ստուգումների դեղի ազդեցության տա։ Երկու շաբթի օրը ես դերեկտվեն բժշկում տենում եմ, ասում եմ ինչա, ասում եմ պետք է ստուգում անենք, հիմա ասում եմ որ պետք եմ դեղերի ազդեցության տա, սխալ է ցույց տալու։ Ասում եմ բժշկուհի դու չես հասկանում, ես իմ անդրագետ հալով եմ հասկանում, որ տվինտինին չեք կարա դու ոչ մի ապարատ չկա ցույց տա։ Երբ որ երեխեն բաց էր, այդ բաց պետք է տանեի։ Բայց նախպետը անտեսում են այդ ամեն ինչը։ Իրանց պետք է որ մի հատ հարուստի լարկոտ իմալ իմ երեխեն հետա ծառայի։ Այո։ Լինես կերել են իրա տասնակազմով։ Այո։ Երեխեն չի ծառայելու։ Որ բուժեն, տանեն ծառայի։ Ես համաձայն եմ դրան, ինչ եթե չեն տալում բուժել։ Ես իմ երեխու գլուխը չեն տարավել։ Ծավի մորը է կծծտել։ Ես ողջունում եմ ձեզ։ Քանի բոժի տվել կտանեմ, որ ոչ մեկ երեխուն էլ չտանեն այսօրի հասցնեն։ Այ սիրելի ծնող, Ունել եմ ասել եմ, որ ուշադիր եղի։ Սիրելի ծնող, եթե ձեր նման Հայտարարված ալերգիա։ հասկացա ես։ Հայտարարված ալերգիա։ Ես հասկացա ձեզ, այո, կվինկեի այտուցով ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից, իմ մոտ եղել է նման դեպք, բանը մենք ունեինք Վարդենիսի զորամասում նման զինվոր, որը որ նոր էին բերել, եւ այդ զինվորի բախտը բերեցին, քանով որ ես այդտեղ էի, զինվորի մոտ բռնեց այդ նույն նոպանին, որ նկարագրում եք դուք, եղնջացան դեզդեն մի կերպ դեքսամետազոնի, էուֆիլինի, նմանատիպ դեղերի ազդեցության տակ հասցրել են Երևան, եւ ես անձամբ հետամուտ եմ եղել, որ այդ զինվորը 2 ամիս հետո զորացրվել է։ Մեզ այդեն զինվոր պետք չի։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ձեր նման, այսինքն անապահով, խեղճ, հիվանդ, չունևոր մարդկանց երեխեքի հաշվին առողջության եւ կյանքի այս բոզի տղեկը ազատում են Հակոբյան Արշակի տղուն, Սեյրան Մուշեղիչի տղուն, Գասպարյան Վովայի տղուն, Լենագանցի մինչև Մարտունի Գեսիմիչ գրողու Սեր Ցավի տղուն, Տարոլ Մարգարյանի տղեկին եւ բանակը մնում է հիվանդների, անապահովների, չունևորների վզին։ Խնդիրը դա է։ Դուք այդ ձեր տղտերով պարտադիր ոչ մի քայլ հետ չեք դնում, ամեն ինչ փորձում եք անել դեմազին դատախազությունով կլինի, թե ինչով կլինի, փորձեք ձեր տղային ազատ, այո, նա պիտի ազատվի, հիվանդը պիտի ազատվի։ Ես հետո դիմում են տվել եմ դատախազություն, ոստիկանության դատախազությանը արձեմ դիմում են տվել։ Ու սպասում է հետո սաղորի իրանց արձանգին, բայց այդ էլ չեղավ։
Ես ասել եմ իմ երեխուն, եթե հանգած ուղագեցի, չա, իմ երեխեն չա շետա, չամպին ավտոն կանելու է, սաղի մորը կունելու է, իմ երեխուն պասնել, ես 18 տան երեխա եմ հետս է, և չեմ կար եմ երեխու դլուխ տուտել, սաղի մորը պետպստ է, ով ուզում ալնի, ինչ տարկի ուզ պաշտոնի ուզում ալնի, գիրտերը կոկորտել է կկրվել, իմ երեխու գրքից մարդ պարակի, սաղի մորը պետպստելու է, կպայրամոտ սաղ լսեն իմանան, սաղի տունը կունելու է, Շնորհակալություն։ Ինչի համար, ում համար, թե բուժեն երեխուս տանեն չեն կարեն, բուժեն երեխուս պտի տան ինձի։ Դուք մեր ավականու հեռախոսը համարը ունեք, իա հետ խնդրում եմ կապի մեջ եղեք, մենք ձեզ կփորձենք օգնել ամեն ձևով։ Համբերություն ձեզ։ Էրավ դարի։ Խնդրեմ։ Ես հարգեցի այս ծնողին։ Սա ծնող, այս մարդը ծնողը։ Ոչ թե այն բոզի տղեն, որ ասում է երեխուս կորցրի քեզի կտա։ Տղա մարդ հալով լացում է։ Այսինքն այս մարդը հասկանում է այն անճարությունը, ինչի մեջ որ ինքը ընկել է։ Մենք 100-ից ավել մարդկանց անուն ազգաններ ենք տվել, ջպերով, նկարներով, մարդ գյուլելուց առաջի տեղն են եւ այլն, 100-ից ավել ես անուն ազգանուն եմ փոխանցել ռազմական ոստիկանությանը։ Իհարկե ռազմական ոստիկանությունը ղրկել է Սասունի հիմնարկ։ Նույն Այս բոզի տղա այդ իրավիճակը, եթե փող ունես, ազատում ես ու սենց հիվանդները, կամ ոչ հիվանդները, բանվոր դասակարգի, գյուղացի բանվոր դասակարգի երեխեքը, ոչ որ են թոքաբորբով մահացած զինվորը, ով որ գնմա պիտի համ իա տեղը ծառայի, համ հարուստի տեղը ծառայի, համ օլիգարխի տեղը ծառայի, համ պաշտոնավորի տեղը ծառայի։ Կվինք էի այդ ու ծովետ երեխեն կարա պրոստը մի օր բռնի ու մեռնի տեղում, վերջ։ Դա պիտանի չի զինվորական ծառայությունը։ Հիմա այս երեխին հոգս է բանակի վրա։ Արի բուժի դեղերտու է սարային արա։ Բայց ես նույն պահին Գասպարյան Վովայի տղեն տրժման, Արշակ Հակոբյանի տղեն տրժման, ասենք Տարոն Մարկարյանի տղեկը տրժման, որի անունը տաս։ Ռուսիկիս տղեն գնաց էտա Եվրոպա, մեկը չկասի ագարկա։ Ով պիտի քո տղուտերը գնաց ծառայի։ Ով։ Հարց։ Ես սրա մեղավորը ծնողներն է, եթե որքան շատ այս տիպի ծնող ոտքի կանգնի ու զինվորական դատախազին ծսցնի, պաշտպանության նախարար բոզի տղուն ծսցնի, որ գնամ հավքամա բանա, եկել է ճամբար, խոսում է երեխեքի հետ։ Բոզի տղա դու չես տերեմ ինչա կատարվում։ Ու այսքանից հետո Նիկոլեն պաշտում, Սերժեն պաշտում, Սերժի որ նախորդ տղենա ծառայի։ Ռոբերտ Քոչարյանի ինչ, մտնում է լովիկնել բաները, իբր թե ծառայի, լավ խույսն իմ, բայն մյուսները։ Ոչ մի քպական բոզի տղա ծառայած չի, ոչ մեկ։ Զագակատան զորամասի հրամանատարներ ծասցնմա գեսեմ ուրա Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra and Redmi Note 10S. Ալո Օպերացիա վերտապա Մայոր Մելքումյան։ Մայոր Մելքումյան, բարև ձեզ, ուշ եք վերցնում հեռախոսը, Մայոր Մելքումյան։ Մենք ունենք ահազանգ, ընդունեք ահազանգ, խոսքը վերաբերվում է զանգակատան զորամասին, ուրեմն մեր աղբյուրները հայտում են, որ զանգակատան զորամասը ունի վառելիքի շատ մեծ պակասորդ եւ սիստեմատիկաբար զորամասի հրամանատարը,
ով որ եկել է Հադրութից։ Հադրութի առաջվա հրամանատարն այս անազգանունը չեմ նշել, դա իմ թերությունն է, եւ սպայակազմը սիստեմատիկաբար վառելիք են գողանում զորամասից։ Մի հատ այդ հարցով ձեր ռեգիոնալ զուպի աշխատակցին հանձնարարեք, թող մի հատ գնա ստուգի զորամասը։ Սա ընդունեք որպես ահազանգ։ Շնորհակալություն։ Եղավ հազար։ Սա սնեմ ասում է։ Վաղը որ կռիվ սկսվի, վառելիքն եմ։ Ու մի հատ էլ ասում է, եթե մի տղամարդ օրը 100,000 դրամ տուն չի բերեմ, այն ինչ տղամարդով այս բոզի տղեն։ Հադրութը հանձնած բոզի տղուն բեր է նշանակել են հիմա զանգակատան հրամանատար, որ հիմա զանգակատունը հանձնի։ Այսից է վերաբերմունքը երկրի եւ բանակի նկատմամբ։ Են քաջարանի են ուր են ղախպի տղեն Մանվել Փարամազյան։ Ուրեմն ես ուզում եմ մի բան հասկանամ։ Մանվել դու տեղյակ ես, որ քոչարանական ճամբարը քեզ բեսամ խլեշմա։ Լավ անում։ Դավաճան մարդուն պետքա խլեշել։ Բայց ամենահետարքիրն է, որ քեզ որի խլեշմա մադամ Էլիզաբեթի ամուսինը։ Վահե։ Ու նստում հլնմա տուն տեղ կնիկ երեխա քուր աղբեր տատ բաբ թործող բոլորի հետ կուկուլալատու մամբա գլգլգլ։ Ուզում եմ ես էլ արդեն որորդ անգամ իմ ագանջին հասնում ուզեմ հասկանամ դու ես իա դուրեկի թե քո կնիկնա մադամ Էլիզաբեթի ամուսնու դուրեկի չնայած թե կարողանամ ասավին շինի ինչի չշինի չէ աբաս իա շինեք քանի որ գնաց խոսք Քոչանի ճամբարից Հայդը պատգամավոր Գառնիկ Դանիելյան Stand up my friend Հելելա Ուր են համալիրի դիրեկտորը դու էլ կանի Հելելա հոդվածը տպել տվե Ինչա գրի համալիրը հրաժարվում է մեզ դահլիճ տրամադրել Ասեմ ես ինչ այլ է խորանում եմ Տնորեն Կարեն Ղազարյան են քառակուսին Ինչ դալիճախի ատարամադրում հրաժարվում եւ այլն այդպես գունավոր բաներ ուզում են նշել Արցախի անկախության օրվա միջոցառում ամսի 2-ին սեպտեմբերի բանը Կարեն Ղազարյանն ասում է չէ Կարեն Ղազարյանը իմ աշկիլուսը չի ճիշտ է խոս այդ տղա Ստենայ Կարեն ճիշտ է հիմա ես ուզում եմ Գառնիկ քեզ հարց տամ Գառնիկ տղա ջան Արցախը տվիկ, հանձնիկ, դաշնակ բոզի տղեկով, առանց մի կրակոց, $1.5 միլիարդ սպառազինություն նվեր տվիկ Բաքվի, հիմա եկել եք Արցախի անկախության օր եք նշել, Արցախ կա, որ Արցախի անկախության օր նշեք, իսում եք դրե բոզի տղուտեղ, Կարեն Ղազարյան լավ ես անում, որ չես տալը, ով որ կոպայ սրանց դալիճ տա, բոզի տղայա Կարեն Ղազարյան, ես քեզ հիշում եմ մեր բակը ֆիլմից, են որ բանը թուղթուգիտ բացող էիր Այդ մեր բակի խալաթը հակնում ես, բայց տակից ոչ մի բան չես հակնում Ոչ մի բան, դաժե տրուսիկ չես հակնում, են որ են Եկար մտած թուղթուգիր փոշեցածել եւ այլն բանել խաղում էր իմ կողմից շատ սիրված զառան Այդ փայփլուն խալաթը ճարամ հակնում ես եթե վրեդ կլինի եթե չես ակաստուր ու հենց Գառնիկ Դանիելյանը կգա կմտնի քո կաբինետ նորից թեմա կբացի Արցախի անկախության օրվա կապակցությամբ խռի գլող միջոցառում համալիրը խալաթդ բացում ես դիմացի պարունակությունը չգիտեմ կալիբրը Այդ ինչ ունես շունես, առնեմ հասնում ես Գառնիկի վրա ասում ես արի փոշեցծի բոզի տղա Եթե դու տես բան չարիր, դու չես պատկերացնում ինչ կանեմ ես քո հետ Այդ խալաթով եթե դու Գառնիկին չծծծնես Արա հերիք եղավ, բոլ եղավ, ընկնեք Երկիրը հանձնում են, հողերը հանձնում են, Արցախի անկախության նոր, ուր Արցախ այ բոզի տղա, քո դաշնակ ղախպի տղեն,
Ձեր այդ Ղարաբաղյան կլանի բարձրաստիճան Հովանու ներկո Նիկոլ Փաշինյան Բոզդիս տղու հետ միասին Ղարաբաղը հանձնիկ միլիարդ ու կես զենք զինամթեր բանտիկ դաժե ոչ մի հիդրոէլեկտրոկայան Վիտոյի հիդրոէլեկտրոկայանները, Արթուր Աղաբեկյանի հիդրոէլեկտրոկայան, այդ սա Ղարաբաղյան բոզի տղեկի, դաժե մի հատ հիդրոէլեկտրոկայան դուք չպայթացրիք։ Բանտիկով տվիք, եկաք, հիմա եկե Արցախի անկախությունն եք նշում։ Հիմա ասում եմ համալիրը չի տալում, լավ անեմ։ Ով որ տա բոզի տղայա։ Լսած։ Հերիք եղավ մարդկանց տնեք ոչխարի տեղ ու ձեզ ցուստակ հայրեն ասել ղախպի տղեք հայակավեի կանցկացնեմ 50,000 ստորագրություն վեկալ եկել եք մեդան ուրա չկա հեսես էլի կվերադառնամ այս թեմային մի փոքր ուշ աբաս դու խելքով մարդ ես հո Ուրեմն Զանգելա մեխած շատ կարևորագույն մարդ։ Ասում է պարոն Ղուկասյան, ուզում էի գնայի ազգային անվտանգություն հաղորդում տայի, շատ լուրջ հաղորդում, հեսա կասեմ։ Բայց գրուկ պեչատը կա, բա պեչատու կա, ընդունելություն ազգային անվտանգության ծառայությունը կագեբեն։ Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպեմ ամսվա մեջ մի օր։ 2 ժամ։ Այսինքն ինչ է նշանակում։ Մի օր ամսվա դու պիտի ընդունելություն կազմակերպես ամեն օր։ Գիտե քաղաքացին, այսինքն այդքան ձրիակ էր ատենը ստաց։ Ինչ է նշանակում ամիսը մի օր 2 ժամով։ Դու անասուն չես։ Դальше Ինչ էր ուզում ասել այդ քաղաքացին քեզ։ Բայց քանի որ ատելություն չկա, ասում եմ մեկ այլ ազգային անվտանգության ինձ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը մտադիր է սարքելու ճանապարհ Սիսյանից դեպի Ղափան թունել պիտի գցի։ Այն ճանապարհը, որ անցնում ենք 2 ժամում կամ այնտեղ իշքալա մոտավորապես 2 ժամ, 2.5 ժամ, նայած եղանակային պայմաններ եւ այլն, թունելով տևելու է 20-30 րոպե, թունելա գցեմ։ Հիմա այդ թունելը պիտի լինի սարքող։ Սարքողը կա։ Պարսկական ընկերություն է, պարսիկներ են։ Գնել Սանոսյան Բոզիս տղեն եւ ելնելու է 2 հատ թունել։ Ազգային ժողովի քպական պատգամավոր Համբարձումյան Կարենն պարսիկներին ասում են դուք ուզում եք շահել այդ թունելը դուք սարքեք այո 2.5 միլիոն ատկատ պիտի տակ մեզ կրխած որ այդ թունելը մենք տանք ձեզ որպես պատրաստիկ այսինքն պետությունը դուք վերցնեք եւ աշխատացնեք հիմա այդ գումարը կարող է արդեն տվել են եթե չեն տվել այսօր Ուրեմն 48 ժամվա ընթացքում գնել Սանոսյանը եւ Համբարձումյան Կարեն քպական բոզի տղեկը ստանալու են կաշառք 2.5 միլիոն չափով, որից 2 միլիոնը գնել Սանոսյանը բնականաբար կիսվելու է Նիկոլ Փաշինյանի հետ, 500,000-ն էլ քպական պատգամավոր Ղախպի տղեն դնելու է ջեբը, որպեսզի այս պարսական ընկերությանը տան այդ տենդերը Հիմա այս մարդն ուզում էր գալ հաղորդում տար, չեղավ, կոմոտ ընտելությունն էմա, վեկալավ զանգեց հանրային ձայն, հանրային դատ, ասես խնդրում եմ բարձրաձայնեք, մենք էլ բարձրաձայնում ենք, են այսօր գնել Սանոսյանին, անդո, գնել Սանոսյանին և Համբարձումյան Կարենի հետևից, այսօրվանից սկսած ուշադիր երեք, եթե իհարկե Այս ինֆորմացիան ձեզ հետաքրքրում է որպես կոռուպցիոն ատկատ։ Քանի որ գնաց խոսք կոռուպցիոն ատկատի մասին։ Անաստաս Միկոյան 64 շենքեր։ Նորից վերադառնում ենք այդ շենքերին։ Մենք բարձրաձայնել էինք այդ Անաստաս Միկոյանի բնակիչները մեռանանձի գրելով ու զանգելով։ Ուրեմն 6 շենք է, 1 2 3 4 5 6։ Ամեն շենքը 18 հարկ, դարդաշեն։
Օփշի 1000 բնակիչ։ Ուրեմն Կարախանյան Ռուբո, Ախրթյալակցի, ոտքի կանգնի, Գանդոն։ Կարախանյան Ռուբոն շենքի 4 սեփականատերերից մեկն է։ Մեկը ոմն Վահան, ով աշխատել է Մաքսայինում, այսինքն երգիրը թալան է ծծցել է այնքան փողադազե, որ հիմա այդքան շեկակս է, այրոպորտում, քշում է 88 Գելենվագեն։ Մեկը ոմն Սամոկ, պարզենք ով է, և մյուսը ԱՑ-ի բարձրաստիճան սպա։ Այս 4-ով 6 հատ 18 հարգանի շենք են գծել, և էսի են դեպքն է, որ $6 միլիոն Բոզի տղա գասկի պետ Յաշան, ըստ Աբազի հիմնարկի, փողը փոխանցել էր Սիսի Բոզի տղուն։ Եվ մի գիշերվա մեջ Յաշային փախցրին Ամերիկայ։ Ոչ մեկ չգնաց ասի Սիսի, էս ինչա։ Ուրեմն ինչա ասեմ Կարախանյան Ռուբոն, ով հաճախակի է ընտրում Սիսիի հետ, ասում եմ խերին չի։ Ես աղբեր եմ Սիսիի հետ, նստեմ, ուտեմ, խմեմ, իան շատ լավ ազգեմ Կարախանյան Ռուբոն։ Ուրեմն սիրելի բնակիչներ, Մամիկոնյանց 64 շենքի։ Այդ շենքը չունի լուսի շոչիկ, բայց վառմա։ Այդ շենքը չունի բան, ջուր, քաշած, օրինական, բայց ծախսմա։ Ասել են Կալաչապատչի բան չի եւ այլն, ուրա դատախազությունը Աննա Վարդապետյան, ագարկա։ Մեռանք ասելով, ինչի քո Դավթաշենի դատախազը չի գնում մտնի այդ շենք, ասի մի հատ սուս տվեք, դուք լույս եք վառում, չէ՞։ Բնակիչ, Զոյա տոտա, այո։ Մի հատ սուս տվեք ձեր շոչիկը, շոչիկ չկա։ Բայց լույս ավառում։ Ջրաչափը, բայց ջուրացախսը։ Հետո ասում են Երևանի լույսերը գնաց, համատարած մութա էլեկտրոցանցը Բոզի տղա է։ Էլեկտրոցանց, հեծ, քեզ եմ ասում։ Ինչի՞ չես գնում Անաստաս Միկոյան 64 շենք, ասես ես ձեզ, այս բնակիչները ստե ոնց են ապրում։ Այս շենքը որ պաժար ընկա ոնց եք հանգցնելու։ Ցելի բնակիչներ կամ ցելի քաղաքացիներ, ովքեր որ ցանկանում են այդտեղ բնակարան գնել։ Հիմիկվանից ասում եմ, բնակարան մի գնեք այդ շենքերում։ Եղածներն էլ ովքեր որ կան, հորդորում եմ ձեզ, վաճառեք ձեր բնակարանները կամ այդ փողը հետ ուզեք Կարախանյան Ռուբոից։ Կարախանյան Ռուբոն այդ կանաչ, այդ զոնան, այդ զորը, որ կա, որը որ դրա խաթեպի նստեք բալկոն կոֆե խմեք զորն է, ես ձեզ ասել եմ, այդտեղ կառուցվելու է նոր բարձրահարկ շենք, կանաչ գոտի չի լինելու։ Վարդան Ղուկասյանը եկավ, այդ շենքերը քանդելու է, ասել եմ եւ նորից ասելու եմ։ Տասնյակ նորակառույց շենքեր ես քանդելու եմ։ Այո, այն մարդիկ ովքեր որ տուն են առել, իրենց գումարային փոխհատուցումը ստանալու են, որովհետև չի կարող գոյություն ունենալ մի շենք, որը չունի հակահարդերային համակարգ։ Շենք, որը որ պաժարնի մեքենան չի կարա մտնի, շենք, որը չի համապատասխանում ոչ մի ստանդարտների, եւ շենքեր, որոնք որ այսքան կառուցում են Երևանի վրա, սովետական միությունը, որ այդ հոսանքի լարերը, տրուբեկը գցել է, ինքը չի գցել նրա համար, որ ամեն քայլափոխի 18 հարգանի շենք ծծցնեն։ Բնականաբար այս խնդիրը, այս մասսայական հովարային անջատումները, ջրանջատումները եւ ինքը վերջ չի ունենալու։ Սրա վերջը գալու է այն ժամանակ, երբ որ դադարեցվեն կենտրոն, կոմիտաս, արաբկիր եւ այլն նմանատիպ տեղերում արդեն որ հաշվարկված է X քանակության բնակության համար թազար շենքերի ավելացումը։ Շենքեր եք ուզում սարքեք, գնացեք սարքեք 10-րդ մասիվ, 11-րդ մասիվ, 18-րդ տաղամաս, 19, 20, 20, այդ հաշվերով գնացեք։ Բայց Երևանը բավական է ծանրաբեռնեք ձեր անճորնի շենքերով։ Էսիսի Բոզի տղին ինչ կա, փողը վեկալում շինթույլտվություն տալում, փողը վեկալում շինթույլտվությունը տալում, բայց հետո դրատակից ոնց են դուրս գալու։ Տրանսպորտի հարցը ոնց է լուծվելու։ Այդ սաղ շենքերը վաղը այդ նույն Դավթաշենը 1000 բնակարանը որ եղավ, այդ 1000 բնակարանը կունենա առնվազն 700 մեքենա վաղը մյուսօր։ Այդ 700 մեքենան առավոտյան ժամը 8-ին այդ 700-ը լցվելու է Դավթաշենի մոստի վրա, որ իշնի գործի։ Դուք պատկերացնում եք պրոբկեն։
Դուք խնդիրը պատկերացնում եք։ Նույնը քանակերում, նույնը զեյթունում, նույնը այն երազ բնակելի թաղամաս բոզի տղությունը։ Այդ բնակիչները որքան լցվում են, այդ ամեն մեկը մի տունը 1, 2, 3 մեքենա։ 8-ին որ դուրս եկան, եւ երեկոյան որ հետ եկան, դուք պատկերացնում եք խցանման աստիճանը։ Այս նեղ փողոցների համար։ Սա լուծում չունի, սա միակ լուծումը դա է դադարեցնել Երևանում որևիցե մի շենքի կառուցումը։ Որևիցե։ Ինչ շենքեր որ պիտի կառուցի, դա պիտի լինի վթարային շենք, այդ վթարային շենքը քանդես, այդ վթարային շենքի բնակիչներին այդ նույն կառուցվող շենքի տեղում տուն տաս, հա մի քանի հատ բնակիչը թոգամեջի ավելանա։ Գուցու չունի սա ամեն օր ջուր չկա, լուր չկա, գազ չկա, ջուր չկա, լուր չկա, ինչի հետևանք հա։ Գեր ծանրաբեռնվածության։ Այո, հեցի տուն ուտելն էլ ծսցնեմ, հետո պիտի բանը պետականացվի, բայց խնդիրն է նա, որ նեկնես ես այս շենքի ժողովրդին չեմ մեղադրում։ Ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր որ թույլ են տվել, որ այս 350 ընտանիքը գալսի մի շենքի մեջ, որը որ ջուր ունի, ոչ լույս ունի, ոչ մի բան չունի։ Ու ախակալակցի գանդոնել նստյացի ես պրոբլեմ չունեմ, ես քեզ ցույց կտամ պրոբլեմ, դու համբերիլ է։ Ու սիսի բոզի տղեն վայելմո են էլ ոնց։ Միլիոնավոր տպտալով մակարից հարուստ է այսօր, ես ղախպի ծնունդը։ Էմեջալոց, սիսի ասեմ իտս ընգավ։ Ուր այն չախոյան կար մի հատ է, որ մի անգամ անդրադարձել է, մի անգամ, երկու անգամ, ուր այդ իստե է։ Կարծում ենք օպերատիվ սվոտկա։ Ուրեմն Արթուր Չախոյան, հա, ուր է դի։ Բանից պարզվում է Արթուր Չախոյանի վրա իմ աչքի լույսը չես գյադեն, հարցակումը որ տեղի էր ունեցել, ես ուզում եմ բոլորը լսեն, այդ հարցակումը դրա պատվիրատուն եղել է Սիսի բոզի տղեն։ Ուրեմն Արթուր Չախոյանի վրա հարցակվել է Կոմիտասի նարկոշ Գուսիկ Վայ Ղազարյան, դու Գուսիկին ճանաչում ես, մոտդ նշի, Գուսիկն բայց չեն ասում Զակաշիկը ով է եղել։ Զակաշիկը եղել է Սիսի բոզի տղեն, կազմակերպիչը Արաբկիրի թաղապետ Արամիկը, Արամ Ազատյան։ Արամ Ազատյանը Գուսիկին քսյա տվեց Չախոյանի վրան Սիսի պատվերով։ Ու սա եզակի դեպք չէ։ Վերջերս ավտո քշելուց Ավինյանի կնգան, պաստորեն Ավինյանի կնիգը ավտո էլա քշում այդ ագարկեն, սիգնալ տալու համար այդ տվողին գտել են Զեթունի թաղապետ Չինգոն ու թաղման բյուրոյի տնօրեն Հրաչ Նազարյանը, հեսա կասի ես տես բան չեմ արել, ընկերետ Հրաչը, իրենց լնգուլավազների հետ լավ ծեծել են սիգնալ տվողին։ Պաստորեն Սիսի կնիգը նեղվում է, որ սիգնալ են տալը, տանում են սիգնալ տվողին ծեծում են։ Աջափնյակում էլ Ավինյանի աղբոր կնիգը շուն ման տալու հարցով մեկի հետ վիճել է։ Ինչի համար Սիսի բոզի տղեն այդ շրջանի ուժայիներին ա դիմել, խտրել քրական գործ հարուցել։ Մասկի շոու անեն, բայց չեն արել։ Սրա անասուն խնդրանքը, ինչից հետո Խասյաթի համաձայն դիմել է Աջափնյակում ուժա Սիշխարն են գրեն Փդած նարկոմաններին, որոնք որ ծեծի են ենթարկել տվյալ անձին։ Հիմա սաղ կոնֆլիկտային հարցերը իանման փդած նարկոմանների միջոցով լուծում, դրա համար էլ սրանցից ունի կախվածություն։ Նարկոշների համար հողերի հարցալուծում, բուտկեքա օրինականացնում, ապօրինի շինությունները օրինականացնում, շինթույլտվությունները տալիս, իսկ հարիվները թող տարիներով սպասեն։ Ուրեմն մեզ նաև մենք գիտենք, որ Ավինյանը նարկոշ է, տեղյակ ենք, որ դուռը փակվում է կաբինետում քաշում է քթերը, տեղյակ ենք, որ մի քանի անգամ վատացել է, ընկել է պերեդոզի մեջ, տեղյակ ենք, որ ունի բժիշկ, այդ բժիշկին են կանչել տվել, որ այդ պերեդոզից դուրս բերի Սերժ Սարգսյանի նման, Սերժ Սարգսյանն էլ
ծղոտներից ուրեմն մի անգամ դուրս գալու ժամանակ, չգիտեմ գնացել են դե շինվեր թե ինչաներ, այն տիպի է եղել Պերեդոզի մեջ Սերժ Սարգսյանը, որ փախցել է ինքնիա վրա կաստումով, մաստումով այդ նույն խորոփած մասան, մաքրես sense ձեռով եւ այլն։ Մեզ խոստացել են, որ մի գեղեցիկ օր այդ նկարները մեզ կտան։ Ես ամենայն հավանականությամբ մտածում եմ, որ այդ նկարները մեզ տեղ կհասնի ընտրության ժամանակ, եւ որ Սերժ Սարգսյանը որոշի մասնակցել քարոզարշավին, մենք հուսամետ վաղ կուղարկեն Սերժ Սարգսյանի Պերեդոզ վիճակում եղած քթից խլինքը կախված, հետված մասան կախված, վրեսախ փքսած, ավտոն մորմշ եղած, մենք կդնենք ցույց կտանք, ինչպիսին է Սերժ Սարգսյանը եղել պրեզիդենտ վաղտ։ Այսինքն մենք ինչ ենք տենում, դրա համար էլ նարկոմանյան ծաղկմա, բարգավաճումը Հայաստանում, Երևանում արդեն տանում են երաբլուշ խաչքարերի, գերեզմանակարերի տակն են մտցնում, որովհետև ամբողջ իշխանության վերնախավը սկսած Սերժ Սարգսյանից տարապամա նարկոմանիայով եւ դրա միակ բուժումն է ռաստրել, ուրիշ բուժում գոյություն չունի։ Իմիջալոց, քանի որ sense հերթով իջնում ենք, ես ուրեմն Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան չէին կանչել, հետասեք թոներս գա, ինչպես նաև տեղակալ մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան։ Ես այս երկուսի ինքնակենսագրությունը մի րոպե դնեմ Telegram կանալ, որպեսզի ավելի պատկերավոր ժողովուրդը հասկանա եւ հասկանանք այս մարդը ով է։ Գոյան միասին նայենք սրանց ինքնակենսագրությունը, տակներ գրենք, խնդրեմ։ Ինչպիսի մարդիկ են ղեկավարում Հայաստանի Հանրապետությունը։ Սկսենք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանից, ոտքի գանդոն։ Ուրեմն ինչ է գրած ինքնակենսագրության մեջ։ 80 թվին ցրտվել է Գյուղ Գառնիում։ Կրթությունը 96-ից 2000 թվականներին Ռուսաստանի Դաշնային անվտանգության իրավաբանական ֆակուլտետ։ Ինչա գրել։ Այսինքն պիտի գրածել ներ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետ։ Նայում եմ գրածա։ Այսինքն 16 տարեկան գնաց է ընդունվել է, 2000 թվականին ավարտել է։ Հետևաբար 2000 թվականի մայիս-հունիս ամիսներին, որ ավարտել է, պետք է 2000 թվականի սեպտեմբերին արդեն աշխատանքի ընդունված լիներ ազգային անվտանգությունում։ Բայց ընկեր Ահարոն Սահակյանը աշխատանքի է ընդունվել KGB 2001 թվականին, այն 6 ամիսը ուր ա եղել, մինիմում 6 ամիս, ես չգիտեմ, սեզ բան չի լնում։ Բացի դա, համ ընդունվել է 2001-ին, եւ 2001-ին էլ ընդունվել է, այսինքն չի ընդունվել, դիպլոմա առել Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետ, մնյու կար այն թվերին Երևանում։ Մարդը 2 անգամ ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ, 2 անգամ։ Այն մի հատ շատ լավ բարեկամ ունենք, ասում է կրկին փորձիր, Coca-Cola։ Այսինքն մարդ մի անգամ ավարտում է իրավաբանական ֆակուլտետը, հետո նորից գնում ընդունվում է, մի հատ էլ է սովորում, մի հատ էլ ավարտում իրավաբանական ֆակուլտետը։ Ես ինձ եմ հասկանում, եթե ասպիրանտուրա է, մագիստրատուրա է, պիտի գրած լինի ասպիրանտուրա կամ մագիստրատուրա։ Բայց ոչ, մնյու կոոպերատիվ բու, որ հիմա գոյություն չունի, դիպլոմա վեկալ է 2 անգամ։ Մեկից 8-ը ծառայել է KGB-ում, դրանից հետո Ալֆա Ֆարմ, Կալինա, Մալինա խռգլող եւ դրանից հետո նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Դեն որ դրած ռստերին խռում են ռուսական կրթությամբ KGB-իչնիկ ագենտուրա Կոտայքի մարզպետ։ Խնդրեմ, վառ օրինակ գրուկ պետչատուկ։ Տեղակալը, հետաքրքիր է տեղակալն է։ Վասակ Վարդանյան։ Էս էլ 91 թվականին է ցրտվել քաղաք Հրազդան։ 98-ից 2008-ը ավարտել եմ դպրոց, 2008-ից 11-ը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ հանրային կառավարման բաժին, խորոշի մալչիկ, 2009-ից 11-ը ծառայել է բանակում, 2016 Հրազդանի համայնքի ավականու անդամ, 2018
Համայնքի մարզպետի տեղակալ երբեք որևիցե մի հիմնարկում չի աշխատել։ Вообще աշխատանքային փորձ ունեցող 0 մարդու այն Խանձրազյան ունենք ռազմական ոստիկանությունում օղորմածիկ Գասպարյան Վովան սպանեց։ Խանձրազյանը ուներ քարտուղարուհի Վարդուհին։ Վարդուհին գոնե կոֆե էր դնում, թուղթ էր տանում, թուղթ էր բերում։ Գոնե ռազմական ոստիկանության Վարդուհի կամ Սիրանուշ էլ կար, կոլոտ կնիկ է, Սիրանուշ։ Պապկեն ձեռը թուղթը տանում, թուղթը բերում է։ Դաժե Սիրանուշ ու Վարդուհի չի աշխատել։ Բայց մարզպետի տեղակալ, пожалуйста, ցելի մարզ տվել են ձեռը, ասում են գնա ղեկավարի։ Ասենց էլ ապրում ենք։ Չէ՞։ Աբաս սենց աշխատող դու ունեցել ես, որ ունեցել ես ուզում հասկանամ, բայց մարդը մի տարի ուր ա եղել։ KGB-ի, FSB-ի ակադեմիան ավարտելուց հետո մի տարի ուր դեղավոր տվել, նոր հետո ընդունվել է ազգային անվտանգություն։ Դա ծլմա չիլը, դե հարցը դու յա։ Ոստիկանապետ Արամ Հովանեսյան։ Ուրեմն ես մի անգամ չէ, 10 անգամ չէ, 100 անգամ ասել եմ, որ կա մի հատ, sense գամ, Նիկիտա Միխալկով, Մոսֆիլմ, դրա ոչ եմ տնօրենն է, բանն է, շատ շուտ ես տեսա մի տեսանյութ, որտեղ Նիկիտա Միխալկովը նստած, գրիչը ձեռը, տեղին հեռախոսները հետևը դրած, շարֆը վզին փաթած, բացահայտում է անը, այս բաձևով, որ ասում տեսեք, ՆԱՏՕ-ի քարտուղարը ամուսնացած չի, Գերմանիայի կանցլերը ներողություն, ամուսնացած երեխա չունի, Անգելա Մերկելը երեխա չունի, Մակրոնը չունի, ՆԱՏՕ-ի քարտուղարը չունի, ոչ մեծ Եվրոմիության բոլոր պրեզիդենտները բաները երեխա չունեն, տեսեք ինչ որի մարդիկ են։ Առաջին հայացքից կա ինչ-որ մի ճշմարտություն։ Ես ինչ-որ մի ձևով խաբար ղրգեցի Նիկիտա Միխալկովին։ Ասում եմ, Գասպազին Նիկիտա Միխալկով, լավ, նրանք երեխա չունեն։ Դուք ունեք։ Վեկալենք Պեսկովը։ Պեսկովը երեխեք ունի։ Շայգուն էլ տղա ունի, աղջիկ ունի, դու էլ ունես, ուր են ձեր երեխեքը։ Ձեր բոլորի երեխեքը այդ նույն ձեր չսիրած երկրների քաղաքացիներ են։ Պեսկովի աղջիկը Բրիտանիայի քաղաքացի է, այն մի աղջիկը Ամերիկայի քաղաքացի է։ Պուտինի մամլո խոսնակն են նստած օրը 24 ժամ Ամերիկայի խլեշը։ Շայգուի աղջիկը Գերմանիայի քաղաքացի է, քո երեխեքը եսին որտեղի քաղաքացի են։ Այսինքն դուք էլ երեխեք ունեք, ձեր սաղ երեխեքին տարեշինել եք Զապադի, նեխած Զապադի երկրի քաղաքացիներ։ Ու ձեր երկիրը մոր մշեկանը գրփն ծասանım թալանում եք, որ դու կարանաք ձեր եթմներին էտա Լոնդոնի, Փարիզնի, Նյու Յորքի այսպես պահեք։ Շայգուին որ վեկալ ես թափտաս, առնվազն 10 էշելոն ռուսական ռուբլի կթափի։ Իրանք են լավ ասում, որ մինիմում Շայգուն տարելա պետական բյուջեից բանակից ռուսական 2 տրիլիոն ռուբլի։ Դրա համար էլ ռուսական զորքը, ուկրաինական զորքը մտեց սնմա, ոչ մի բան չի կարող անես, պարազենություն չունի, դա մալ գնաց է Ալևի ոռնացածը։ Դուք ձեր երկիրը թալանիկ, ծսրիկ, մխսիկ, որ ձեր երեխեքին այսպես պահեք, ոչ թե սովորական Ռուսաստանի Դաշնության քաղաքացու։ Նրանք երեխա չունեն, նրանք իրանց կյանքայությունը նվիրել են իրենց երկրին։ Որովհետև միակ մարդը, ով երեխեկա ունեցե, բայց մտածել է իր երկրի մասին, այդ եղել է Իոսիֆ Ստալին, ամբողջ սովետական միության պատմության մեջ։ Դրանից հետո ով եկել է Բրեժնևը լավ եղե բան չունեմ ասելու մյուսը, մնացածը սա թալնել են։ Կոռուպցիան սկսել է կամած ուտի։ Հիմա ինչից ես եկա այդքան հեռվից։ Արամ Հովանեսյան, ուրեմն ոստիկանապետ, Սերժը Փեսունա բրթամ փեսեկին նամանավանտ են իտալուհուն են բոզի տղուն
որ այսօր հրապարակ թերթին ինտերվյու ա տալան ինձանամիկատանը, ասում ա մարդիկ սոցցանցերով հելե մեզի ծսնում ենք, դեմը չենք կարը մարնենք, հլը մեկն ասի այք ու լավի բերանը, միշիկ բոզի տղա, դուք ամեն ինչ հաշվարկել եք, բացի մի բանից, որ կարակ առաջանա Վարդան Ղուկասյան, հիմա Արամ Հովանիսյան, դու ոստիկանապետ, ասա տենամ քո տղեն, ինչ ոռատալը համակարգում, լավ, եթե անգամ ոռատալը, ես կհասկանայի, եթե քո տղեն ոռտալ, որպես տարեք, բայց քո տղուն բերե նշանակել ես, մաղչանի ճամփի վրի են եկա մռուի պետ, որտեղ որ պրավա են տպամ 500,000 դրամով ու ծախում են, Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի տղեն, ղեկավարը միացելի հիմնարկ, Արշակ դվա, ղեկավարը միացելի հիմնարկ, մռու, պրավայա տպում ու ծախում 500,000 դրամով պրավի հատը, գումարած կողնել ավտոշուկանա, որը եւս պատկանում է Արամ Հովանիսյանի Գերդաստանին, ինձ հետաքրքրում էր ով է Արամ Հովանիսյանի սենց ամենալավ հովանավորը, Հովիկ Աբրահամյան, մկնիկ, ես տևական ժամանակը Հովիկ Աբրահամյանին չեմ անդրադարձել, սպասում եմ ասում տենամ այս մարդը, վերջ-վերջոց սրա հետևից, սրա գույքի հետևից, Նիկոլ Փաշյանը ցամպերանում ազգային ժողով, մամիդորի բիզնես եւ այլն, այ մարդ սենց պիտի ընտանիք պայի, հիշում եք հայտնի ելույթը, մա Հովիկ Աբրահամյանի հետևից մեկը չի իթեմ, բայց այն Հովիկ Աբրահամյանը մեր Կարլեն Արամի Հովանեսյան, ինչպես նաեւ ոստիկանապետի սպոնսորն է, Ջան Ղուրբան, Գրփան, Ծսցնամ, Թալանամ եւ այլն։ Ոնց կարող է ոստիկանապետի տղեն լինի մռուի ղեկավար։ Ասենք ստեղ ակնհատ է, չէ՞, թե որ կոռուպցիոն սխեման ծսցնում է, հերոտողը բիզնես են դրել։ Խոսա, բաց, խոսա, ոչխարի հայացքով նայում ես աչքերիս մեջ։ Վայ Ղազարյան, ոնց է ստացումը տենց։ Գասպարյան Վովան տղա չուներ, փեսեքիներ բրթեմ առաջ, ես ասում եմ, չի։ Պիտի ուշադիր նայես պետական չինովնիկը երեխեք չունենա։ Կամ եթե երեխեք ունեցավ, տվյալ պետական չինովնիկին պիտի վեկարես խոշորացուցի տակ, որ չասի, էսի փեսուս, էսի հարցից, էսի տղուս, էսի խնամուս, էսի զոքանչին, էսի եկան, այդպես անից էսի պետական բյուջե չի հերիքի, արա։ Չի հերիքի, պրոստը չի հերիքի։ Տղուտ, խես բերը նշանակի մռոյի պետ, այ գոնդու։ Այդտեղ ուրիշ մարդ չկա, քո տղեն տես բեսամբ մռոյի պետ, ասենք ոնց հաստացե, պաշնական դիրքի չարաշահումա, թե չէ։ Հերու տղա ինչ ոռ են տալի, նույն հիմնարկում, սովետի վաղ տես բան չկար։ Չկար, ես չպիտի լինի, հերու տղա, մեր աղջիկ, չպիտի լինեն միևնույն հիմնարկում։ Այդքան լավն է տղա, թողնա բանակ, թողնա ասուն է պապիկյանի հիմնարկում, աշխատի չգիտեմ, վային կոմ։ Ոչ, մռոյի պետ։ Մռոյի պետ ու ծասանամա մռու, մենք խորանանք այս թեմայով։ Ինչպես նաև ձեր հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ։ Ես հարգում եմ Հովիկ Աբրահամյանի տղուն, բայց հարգեմ, թե չհարգեմ, Հովիկ Աբրահամյանը այսօրվանից թքեց Ասոյի փայտիկին։ Սևորերը սկսվավ, մկնիկի։ Քեզի բա։ Մեկը տողունա բելե գործի դրե ծսցնմա։ Սերժը փեսումներ դրե երկիրը ծսցնում են, այսօր հրապարակ թերթին ինտերվյու ատալ է, մեզ էսա կանադառնամ դրան, այ բոզի տղա։ Կանադառնամ հեսա։ Ուրեմն մի հատ դիվանագիտական, ոսմա քաղաքական անցուդարձ։ Մինչ Վազգենի քուրը, Արման Բաբաջանյան բոզիս տղեն, Եվ այլոք նստած հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-անգլիական, հայ-թուրքական հարաբերություններ են տրռացնում դրանով քայքայում երկիրը, ես ուզում եմ շատ կարճ համեմատություն, չէ՞ որ սրանք շատ են սիրում Բաքուն։ Ուրեմն մեզ ամենայն հավանականությամբ սպասվում է թեժ աշուն։ Թեժ աշուն եւ սահմանների վրա, նամանավանդ Քյարքի եւ Սյունիք, Ինչպես նաև ներքաղաքական, այս ռոբա սերժական
նամանավանդ ռոբա սերժական ղախպի տղեկի Բագրատ Մագրատ ակտիվացում, չես հասկանում ինչի ոնց խի ինչ են ուզում вообще առասարակ եւ ինչ են ուզում անեն։ Ակտիվացում իբր թե Ռուսաստանի բարձր հովանու ներքո, բայց ոչ մի Ռուսաստան ստեղ կապ չունի, միանշանակ։ Մեկն է որ Ռուսաստանի տերություն ալի։ Ընկեր Պուտինն այցելեց Բաքու։ Ես ուշադիր հետևում էի Բաքու կատարված այցին, ոչ դիմավորին, ոչ ճանապարհին, ինչ խոսացին, ինչ տարան, ինչ բերին։ Ուրեմն նախ Ադրբեջան, Ռուսաստան սկսելու են համատեղ արտադրել հսկայական նավթի տանկերներ։ Այդ եվրոպամետները թող լսեն։ Լսեք, բոզի տղեկ, Վազգենի Քուր եւ Արման Բաբաջյանը։ Տանկերներ։ Բաքվում բացվելու է ռուսական համալսարան, թող բացվի։ Պորտ նավահանգիստ Ալյատ իր չափերով մեծացվելու է, այդ տանկերներն արտադրվելու են եւ այդ տանկերներով նավթա դուրս բերվելու դեպի ասիական երկրներ, դեպի Եվրոպա։ Եվրոպական երկրների համար գաղտնիք չի, որ Ադրբեջանը այդքան նավթի եւ գազի պաշար չունի։ Ճիշտ է, ճիշտ է։ Ուրեմն Միշտ դրան ասնելը, նախ Մոսկվա-Բաքու առևտուրը աճել է 18%-ով, միր քարտերը без պրոբլեմ գործում են Ադրբեջանում, Հայաստանը դրես փագեց, Ադրբեջանը ասում է խրսկերել եք, բաց գործում է եւ Եվրոպանյան չասում Ադրբեջան, դնեմ վզիտ, միր քարտերը քիչ է սարքելա փագան, սմալավ եմ անում, ձեռատալ եմ անում եմ, ճիշտ անեմ Ալիևը, ձեռատալ եմ անում, մեր նամա խոմ բոզի տղա չի, բռնի ասի չէ փագում եմ, Եվրոպային փավայ, Եվրոպա ջատես փագեցի, բայց ինձ դրանից օգուտ կա, չկա, Եվրոպան դրա դիմաց ինստիտուցիոն անում է, չէ, մենք փագում ենք, դա չէ։ Ուրեմն օրեկան 20 թրիչք Բաքվից իրականացվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներ, օրը 20 չվերթ, ասես բան սովետական միության ժամանակ անգամ չի եղել, որ Բաքվից 20 թրիչք կլինի բանը Ռուսաստանի տարածք։ Տուրիստը աճել է տուրիզմը, կրկնակի եռակի, նաև այն ռուսները, որոնք որ գրգբ լցվեցին Հայաստան, տեսան Հայաստանի բոզի տղությունը, որ գնում էին նստում էին կաֆե, մի հատ առանձին մենյու տուրիստների համար էր, մի հատ առանձին մենյուն տեղացիների համար էր։ Տենում էին տուրիստա, մի բաժակ կոֆեն դառնում էր 5000 դրամ։ Տենում էին հայա, կոֆեն 300 դրամ։ Այդ ռուսները տեսան հայերի բոզի տղությունը, հելան գրգմբ, հա, ու վարձով տները ծծրած աճեցնելը, գնացին լսման Բաքու։ Այսօր ռուս տուրիստների, ռուսների TikTok-ը թերթում է, ասում է, какой хороший красивый город Баку։ Цены нормальные, տարածա ու գովում են։ Մարդը գնում մտնում է Բաքվի ռեստորան, նույն գինի ինչ-որ թուրքի համար է, նույնը իր համար է։ Հայերի նման բոզի տղություն չեն անում։ Ռուսին կոֆեն 5000 դրամ, հային 100,000 դրամ։ Կամ տանգինը ռուսա եկե, կայնի, բերը գլենդելի տանգները, բերին կողին Երևան։ Չէ, թուրքը նույնությամբ ինչ տալիս է ռուսին, նույն գնով տալիս է նաև ադրբեջանցուն։ Там расстенասին какой хороший город Баку, սախ մնացին Բաքու։ Դարշե, այսինքն туриզմի աճ։ Ուրեմն ընկեր Եվրոպամետ բոզի տղեկ, ուշադիր լս, իբր թե Եվրոպամետ։ Ուրեմն Բաքուն արտադրում է կամազ, լադա, այսինքն արդյունաբերության աճ, արտադրում է ռուսական մեքենաներ։ Բացի նրանից, որ արտադրում է ռուսական մեքենաներ, Բաքուն արտադրում է պատրոնից մինչև սնարյադ սկսել է արդեն դրա արտադրությունը։ Բայց այդ պատրոնից մինչև սնարյադ, որ ինք արտադրում է սովետական օրինակով, այսինքն ռուսական, սովետական զենքերի համար։ Եվ Բաքվի արտադրած սնարյադները նոր պայմանագրով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև Բաքուն պիտի մատակարարի նաեւ Ռուսաստանին, որտեղ Ռուսաստանը չի հասցնա։ Իսկ այդ սնարյադները, որը որ Բաքուն մատակարարելու է Ռուսաստանին, ում դեմ է օգտագործվելու Ուկրաին։ Բաքուն, երբ որ իա միջոցով, Բաքվի Ադրբեջանի միջոցով ռուսական նավթն ու գազը գրգմբ գնում է Եվրոպա, այդուն Եվրոպան չի տենում, չի հասկանում, որ Բաքուն չունի իսկան գազի եւ նավթի ծավալ, եւ Բաքուն տարանցիկ ճանապարհով ռուսական գազը եւ նավթը վաճառում է Եվրոպային։ Եվրոպան էլ փողը տալում է Բաքվին,
Բաքուն էլ այդ փողը տալը մա Պուտինն ասում է Պուտին գնա քո զինվորներին, աֆիցերներին արսունաբերությունը ֆինանսավորի ուկրաինացիքին ծսրա սրա մասին խի չեք խոսում բա Ընկեր Եվրոպա մեդներ այ Արման Բաբաջանյան պորնեկի ծնունդ Վազգենի քուր ղախպի ծնունդ սրա մասին խի չեք խոսում Ինչի չեք հավքվում Խզմալյան, Մզմալյան, Խռից գլուխ եւ այլն գնաք Ֆրանսիայի դեսպանատուն գնաք Գերմանիայի դեսպանատուն գնաք Ամերիկայի դեսպանատուն ասեք հարգելի դեսպաններ Դուք ձեր երկիրը Ադրբեջանից առնում է ռուսական նավթ Ինչի սանկցիաներ չեք կիրառում ընկեր Բաքվի վրա Ինչի Բաքվին չեք ասում Ալիև այդ ռուսական բանը գրադի D20 D30 մինամյոտ 122 մմ-անոց 80 քանի եւ այլն որ արտադրում է ղրգում է ռուսին ռուսն էլ դրանով ծծանում է խախորներին բայց դրա մասին չի չեք խոսում Ինչի չեք խոսում Եթե դուք իրոք ուզում եք Այսպես ասած օգուտ տակ Հայաստանի Հանրապետությանը, ճիշտ է, եւ վնասեք Ադրբեջանին, ձեր սիրելի երկրին։ Բայց ինչի դրա մասին չեք խոսում։ Ինչի պիտի Վարդան Ղուկասյանը դնի իմ արտաքին կապերի պատասխանատուին ցույցում տամ, ասեմ, նստի մի հատ այդ հանդիպան քաղված կանի, այդ ռուսական TV-ների բանը ինֆորմացիայի կապսրահետը ղրգին գեր Ամերիկայի, Ֆրանսիայի դեսպանին ասա խնդրեմ։ Դուք սրանից խաբար չեք Ընկեր ամերիկացիք ու ֆրանսիացիք Դուք չեք տենում, որ ընկեր Եվրոպան առնում է ռուսական գազն ու նավթը Ու էդի օգտագործում է նորից ձեր դեմ Ինչի չեք փագում վինտիլ, ինչի մի հատ մարդ չեք բերում նստեցնեք այդ գազի խողովակի կողը հլտենա, էս ինչ գազ է Հա? Համարով բանանեն քաղաքականություն վարեն, որի արդյունքում վնաս ըլնի մեզ Վար օրինակ Արման Բաբաջանյան բոզի տղեն 44 օրյա պատերազմի ժամանակ իա էջիցենք վեկալ այդ ստատուսը եւ տեղադրել է Telegram 44 օրյա պատերազմի ժամանակ հելը իան պատերով է տալը բոզի տղեն ասում է մենք պիտի ամեն ինչ անենք ամեն ինչ որպեսզի հանկարծ ու հանկարծ չվնասվի Գազատար, նավթատար խողովակները, որը որ գազ ու նավթը հասցնեմ անգլիացիներին ու ֆրանսիացիներին։ Հանկարծ չխփեք դրան, թող մեր զինվորները մորթվեն, սատկեն, բռնաբարվեն, կտրտվեն, մենք չպիտի խփենք, դաժե մենք պիտի գարանտ կանգնենք դրան, որ մենք չենք վնասելու, չենք խփելու, պորրիկի ծնունդը։ Փոխանակ, ես հիշում եմ այդ ժամանակ Զելենագրադսկի հիվանդանոցի բիսեդկից իմ որը ճղում էի, որ հայկական կողմը պետք է անմիջապես հարված հասցնի գազատարին ու նավթատարին, մինգեշաուրի ջրամբարին, որտև երբ որ գազատարն ու նավթատարը պայթավ, Անգլիայի թագուհին ժամանակ պարվաբոզը սաղ էր, իա չորացած դլոն կկոխի Ալևի բյանը կասի բոզի տղա կայնես հրա պատերազմա իմ նավթը կտրվավ, բայց չէ, թող մեր զինվորները զոհվեն, մորթվեն, քրքրվեն, ծակրտվեն, չկայնսնեք, բայց հանկարծ տրում են չվնասվի, տրում են կողքեմ գործտվող մորը պուցը, բոզի տղա, մի մարդ եթե սեփական մոր վրա ցուցմուն գրի, ասի ես մեղավոր չեմ, իմ մերնա հացագործ վեկալեք տարեք դատեք, այսօր հելել անգելա մեյդան Բելարուսիայի դեսպանատան նախպում, բոզի տղա այդքան դուխ ունեք, հանեք սիկտիր արեք Բելարուսիայի դեսպանին, դեսպանատանը պամիդորով կարտոշկով կես խպում, չէ որ ինչ, կանչեք Բելարուսիայի դեսպանին, ասա վեշ ետ հավքի գնա, Լուկաշենկոն բոզի տղա է, ասեմ ապրեք, ապլաուս, ու էսի ես պորրիկի ծնունդը այսօր հել են գելա, ժողովրդին ասում է ես ձեզ տանեմ Եվրոպայ, Եվրոպայում ծասնեմ քեզ Էֆելյան աշտարակի տակ, մեկը չասեմ ղախպի տղա, դու ընկել ես Անգլիայի նավթի դարտն ես լացում, իմ զինվորը ստեղ քրքրվում է բայրակտարի տակ, հա? Ոչ մեկ չի հլնեմ չի ասում, սրան ու են Վազգենի քվորը, այ ձեր տուն ու տեղը ծասնեմ, Բոզի տղեք, ես ինչ երեք դուք խոսում, ռուսը, ալա ռուսն ինչ անի, որ դու բոզի տղա ես, կամ, պաստով խոսանք էլ, ով իս մեղադրի ռումբանը, ռուսամետության մեջ յատումը ծծծնեմ,
Կամ Ուրա լսենք, մի հատված լսենք։ Ինչ արեց Ռուսաստանը Ռուբեն Վարդանյանի հետ, գերեվարեց ու տարավ բանդ։ Հիմա սեփականությունն է խլում այդ Ռուբեն Վարդանյանից։ Այդ Ռուսաստանի ինչին վստահես։ Արկադի Ղուկասյանը վստահում էր ամբողջությամբ, Բակո Սահակյանը վստահում էր ամբողջությամբ։ Այսօր ուր են այդ տղեկը։ Ռուսաստանը հանձնեց իրենց ադրբեջանական բանդին։ Ռուսաստանի ուղեցրում մնալու պարագայում Հայաստանն ունենալու է նույն ճակատագիր ինչ Լեռնային Ղարաբաղը։ Իրենք մաս այդ տալու են։ Ինչ արեց Ռուսաստանը Ռուբեն Վարդանյանի հետ, գերեվարեց ու տարավ բանդ։ Հիմա Պատասխանում եմ Վազգենի քվոր բոզի տողում։ Նախ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացի չի։ Ռուբեն Վարդանյանը ճղեց պասպորտը։ Ճիշտ է։ Հիմա բոզի տղամ քո ասած Ռուբեն Վարդանյան, Բակո Սահակյան եւ նմանատիպ այլ բոզի տղեկ Ղարաբաղի վերնախավը Ադրբեջանը վեկալավ տարավ, լավ արեց, վեկալավ տարավ, լավ արեց, հանձնեց, հիմա աչոտը տամ, խի լավ արեց։ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, այս քո Ռուբեն Վարդանյան բոզի տղեն։ Այս 4 ղախպի տղեկ են լովայով, մովայով, ամեն ինչով 30 տարի թալանին, ծասրին Լեռնային Ղարաբաղը, ճիշտ է։ 30 տարվա պաշտոնավարման մեջ մի հատ ստորգետնյա ճանապարհ չգցեց Սերժա Ռոբիկական բոզի տղեկը, որ ասեն մարդ ես, վաղը մյուսօր Լաչինի միջանցնա կտրին, Ղարաբաղի հետ կապը ոնց պահենք, Ղարաբաղի ընդերքը ծսրին տարան, ընդերք չթողին, այդ ընդերքը ծսնելու տեղը թունել գցեիք, որ Լաչինի միջանցքը փակելուց սովամա չլնեին, բոզի տղեկ, թե Արայիկ Հարությունյանը, թե Բակով, թե մյուսը, սաղ Երևանի կենտրոնը այդ ղախպի տղեկինն է, ճիշտ է, բա որ սրանց ռուսը չտար Բաքվին, տվելա լավ արե, մանադեց, եթե չտար Բաքվին, այսօր այս բոզի տղեկը գալու էին Երևան, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նման կայֆավատալներին, Ալան Թալանը վայելեին ու հələ մի հատ սկսեին մտածել, թե հիմա Հայաստանի մորը ոնց ծծրենք, ստից էսի ոնց խլենք, էնի ընդից ոնց խլենք, էս բուհը ոնց խլենք, այնտեղ չկա կենտրոնում, բա մորդ քունեմ, Վազգենի քուն բոզի տղա, մորը չեկնգատ, ես հարգում եմ բան գրետին, չվրան գան կպնենք, ինչի հարց չես բարձրացնեմ ու ոչ մեկ սրան բան չի ասում, ոչ մեկ, ոչ ռոբիկականները, ոչ սերականները, ոչ մեկ Վազգենի քվրը չի ծծցնեմ, բացի իզնից, ինչի հերոստատեսության եթերով չես խոսում, չես ասում, Սերժ Սարգսյանը խի չդատվավ, հելավ 500,000 մարդ լսվա փողոց բորում էր մերժին Սերժին, Սերժը արդարացվավ, Ռոբերտ Քոչարյանը խի չդատվավ, վաղեմուսյա ժամկետ անցավ, Ռոբերտ Քոչարյանի տղեն խիչ որ մի Ղարաբաղցինա դատվեն, գոնե ասենց կդատվեն, գոնե ասենց թող խոշտանգվեն Բաքվի բերթերում, ոնց որ սրանց պաշտոնավարման ժամանակ խոշտանգվում էին մեր ժամկետային զին ծառայողները Շուշվա բերթում։ Ու այսօր հելը ասում է Ռուսաստանը հանձնեց լավ արեց, չուզողի մորն էլ քունեց։ Вот Азербайджан ни в коем случае не должен освобождать верхушку Нагорного Карабаха, ни в коем случае. Расстрелять в тюрьмах Баку. И как больше можно их надо там изнасиловать. Этих пидорастов. Бако Сахакян, Арайик Харутсунян, Аркадий Гукасян, всех изнасиловать в тюрьмах Баку. Точно так, как они издевались над нашими солдатами в тюрьме Шуши. До последней копейки надо все изъять из их рук. И ни в коем случае вернуть их только при том случае, когда премьер-министром Армении буду я. Тогда Азербайджан может мне их вернуть. Вот тогда я их выебу по всей программе Камасутры. А потом расстрелять к чертовой матери. Меня դար է, տղաներին հանձնեց, այդ տղաները Ղարաբաղը հանձնեցին, այ բոզի տղա,
Բայց ու երկրի ղեկավար եք, այդ 4 ղախպի տղեկով, ինչի առանց կրակոց Ստեփանակերտը տվիք։ $1.5 միլիարդ զենքը բանտիկով հանձնիկ Բաքվին, ինչի չկրվակ, ինչի չմտակ փողոցային պայքարի մեջ։ Իսրայելի նման պետությունը չի կարող մտի բանետանունը Պալեստինա, միջև այսօր չի կարող։ Չի կարող որ այդ սա գետի տակերը փորա սարքած պարտիզանական բանը պայքարականը մտի մերեկը քունեն Իսրայելի։ Բոզի տղետերը ռուսն է մեղավոր, լավ արե հանձնելա։ Շատ լավ արե քո նմանի տուն ու տեղը ծծսվելա բոզի տղա։ Ինչի սա խոսում։ Բակո Սահակյան, Արայիկ Հարություն, որտեղ ես քո սաղ կետորը Բակո Սահակյանինն է։ Արկադի Ղուկասյանինն է, Արայիկ Հարությունյանինն է, հյուրանոցներ, ռեստորան, ուր դուց, ասեմ ուր դուց, բորրիկի ծնունդ։ Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին, երբ որ Հայաստանում աֆիցերը ստանում էր 180,000 դրամ, Ղարաբաղում ստանում էր 350,000 դրամ։ Երբ որ միլիոններ Սերժն ու Ռոբիկ ղախպի տղեկը բանակի Ղարաբաղի անվատակ ճամփում էին, Ղարաբաղ փրկենք, Արցախ սրանք յանց մամմայի դլոների վրա էին այդ փողերը դնում ու վիլեք էին կառուցում, բանակ էին թալանում, բայց զինվորը որը որ գնում մտնել մի հատ բոզի տղա Ղարաբաղ սուտուն սմետաներ վեկալեմ կամ կալբաս, վառոյնակ քերական գործից, տանեմ կողխում էին Շուշաբերդ գողությունով դադում էին։ Թո մեկը հլիասի սուտա, մի հատ Ղարաբաղցի, մի հատ Ղարաբաղի հրամանատար, մի հատ Ղարաբաղի վերնախավ Թորնիասի Վարդա Ղուկասյանը սուտ բան ասում, սմետանի, տանձի, պավիդորի համար մեկ զինվոր չենք դատե։ Չեք տարե քսե Շուշվաբերդ ու Խոշտանգե։ Թո մեկը հլիտես բանասի մորը կծծսնեմ, բանով էտ ապացուցով։ Բանը Արայիկ, մնում էր Արայիկ Հարությունյանի մասին ես մտածեի, Արայիկ Հարությունյանի տունը կունեմ, Արայիկ Հարությունյանի կնինք իմ աուրա, պուցը բացած մանագալեմ։ Կամ ինչ են, ղախպի տղի անուն ասում, Արկադի ես ինչ էր ով շեմ, ունեսվածքը ձեռից խալում, լավ անեմ, ճիշտ անեմ, բա դու գաս, իմ կարևոր չէ Ռուսաստան, լուբոյ պետություն, դու գաս իմ երկրի տարածքում բիզնես դնես, հաբրգես, հարկերը չվճարես, թալանես, ամեն ինչի վրա աշփագեմ, վերջում գնաս կանես թթի ծառի տակ պասպորտը ճղես, Ռուսաստան խլեշեց, ռուսելասի բալադեց, շարունակի քո բիզնեսը վայելել, խոբ ձեր նման անիկն ասել բոզի տղա չի, որ մեկի ձեռից ես գույք խլե, հա, վազգենի քուլ բոզի տղա Նիկոլի որը մտած ապրում ես, Նիկոլըտ ում ձեռից է օֆիցիալ գույք խլե, որ նախկիներին այսօր ով է Աբրամ Հովիկ Աբրամյանի տան մեջ, են մանումենտի քյալի վրա, իբր թե խլեցին ձեռից, ով է Աբրամ, մեկ թող գնա տենա, նույն Հովիկ Աբրամյանը, այդ տունը նույն Հովիկ Աբրամյանինն է, Արշակ Հակոբյան խիբ հերու գնեմ, ընդամենը շոֆեր, ինչ խլեցին ձեռից, ինչ խլեցին, վայելում ա, Ագարկա կնիգն ու հասել պարում էին Մարթա Վասիլևնա վիճակի մեջ յանց դաուն, իմբիցիլ, հիվանդ լակոտներով։ Ռուսաստան, դո Ռուսաստանի մորդել կունեմ, բոզի տղա, հերիք էլ ավարա, երկու բարգիդի ղախվի տղեն, Ռուսաստան հոկտեմբերի 27, հերի գնա մասիվ, տունը ծծացնեմ, լսում ես, Արամի քուր, Վազգենի քուր, հերի գնա մասիվ, միած ընգիտ ես թաղապետարանըտ, ինչ վիճակի մեջ է պահում մասիվ են, գարշահոտությունը, կեղքն ու լելը, դու մի հատ նոր չես կարեմ կառավարես, այ բոզի տղա, դու ես եկա երկիրը, ոնց ես ուզում տանես, ուր չգիտեմ ուր, հերի գնա մասիվ, հելի գնա չապնյակ, հելի գնա դավթաշեն, այդ թաղապետերը քոնեն, եթե որոշակի մարդիկ չգիտեն, նորից հիշեցնում են, որ Արամ Սարգսյան, Վազգենի քուր, Նիկոլ Փաշինյան, բոզի տղա, համատեղ միասին կառավարում են Երևանի քաղաքապետարանը։ Դուք դա թաղամաս չեք կարում կառավարեք։ Թելա Ռուսաստանը հանձնեց, Ռուսաստանը տալով, Ռուսաստան, արա դու քեզնից սկսի, դու բանակ չունես, դու դատական համակարգ չունես, դու ասֆալտ չես կարում անես, դու պասպորտ չես կարում քաղաքացում տաս, քաղաքացիք մտնում են պասպորտ սեղան քրտնքի գոզահոտի խերահոտից խելրեմ դուրս են գալի, դու զինվորիդ,
չես կարում բուժես, անալիզը վճարովիա, 60,000 դրամ, 30,000 դրամ, 20,000 դրամ, զինվորի թոքաբորբով անալիզի համար փող ես ուզեմ, որովհետև չես կարում, ասում եմ, բարը, բժշկական ապահովագրությունը ֆուլ չի։ При чем ստե Ռուսաստան։ Որ մասիվի հիվանդանոցում զինվորի ծնողից փող են վեկանը, որ անալիզ անեն, բայց զինվորներու ծնող չէ, այդ է ռուսը մեղավոր է, որ կոյուղը ջրել է բայթե 7-րդ զանգվածը 15-րդ ծցցնում էր, այդ է ռուսը մեղավոր է, որ դու պասպորտ չես կարում տպես բոզի տղա, այդ է ռուսը մեղավոր է, որ ոչ մի նախկինի բոզի տղա, ոչ մի նախկինի բոզի տղա, չդատվավ, այդ է ռուսը մեղավոր է, որ անմեղ մարդիկ տարիներով 8 տարի 6 ամիս բերթում պտաբեն, դատնել չեղե միջեմը, այդ է ռուսը մեղավոր է, հա, հերիքա ձեր բոզի տղությունների մեջ, մեղավոր մանգակ ուրիշ ազգերի մեջ, հերիքա ձեր բոզի տղությունը կցեք սրա վրել, ռուսն էր մեղավոր, ֆրանսացին էր մեղավոր, ամերիկացին մեզի խապեց, էսի սենց հարեց տղա չոն, եփեք դուք մեղավորությունը փնտրելու ձեր մեջ, եփեք դուք հասկանալու սերի ժողովուրդ, որ այսօր եթե մենք ես վիճակի մեջ ենք, մենք եք մեղավոր, ուրիշ ոչ մեկ, հերիքա սրան նրան մեղադրեք բացի ձեզանից, երբ որ դուք լռում եք և հանդուրժում եք, երբ որ ձեզ 15-14 ժամ ստրուկի նման աշխատացնում են, արձակուր չեն տալի, հանգիստ չեն տալի, փող չեն տալի, ու դուք սուս եք մնում, Եվ որ օրերով, սուտկեքով լուս, ամառորով լուսերը գնում մնում եք լիվտի մեջ, խեղտվում եք, բորթվում եք, ձեր խալածենին եք, ապրանքը փդմ թափամա եւ այլն, եւ դուք սուս եք մնում։ Եվ որ դուք օրերով գնում եք պասպորտ սեղանի դեմը հերթ եք կանգնա, որ կանաք պասպորտ ստանաք, ուտենց էլ հերթը ձեզ չի հասնամ, դուք սուս եք մնում։ Էլ որն ասեմ։ Եվ որ հիվանդ երեխուն տանում են բանակ ծնողը բերանկարը նստում է նամուսով է, մինչև երեխուն մեռնելը նորել եմ սկսում է խոսա։ Էլի չեք խոսում։ Եվ որ Նիկոլ Փաշինյան բոզի տղուն տենում եք, վազում փաթաթվում եք ու չեք ասում այ տունը ծսցնեմ։ Մի հատ հարց, ո՞նց ենք անալու նամուսով պասպորտ ստանանք։ Ո՞նց անենք, որ հիվանդ երեխեն չգնա եւ ունևոր երեխեքը վերջապես գնան բանակ։ Ոնց անենք, որ դու պողպատ է մանդատ ուզիր պորրեկի ծնունդ ու մի հոգի մարդ 6 տարվա մեջ չդատվավ։ Մի հոգի է, մի հատ հանրապետական, որ հանեն ասեն ան, Վարդան Ղուկասյան, կողեմ լուսդ, մի հոգու դատին գնաց։ Եվ որ սա հանրապետականները նորից նույնությամբ ծսնում են երկիրը, ոնց որ եղել է նախկինում։ Եվ որ դու Քեթրինի Միրան նարկոբարո բոզի տղուն հարկային արտոնություն ես տալում, կազինոյի լիցենզիա ես տալում, պետության հաշվին ասֆալտ ես փռում, դրա կազինո եւ դրա հյուրանոց, մի հատ էլ ազատ տնտեսական գոտի ես հայտարարում, միլիարդից ավել էլ հարկային արտոնություն ես տալում ու ասում ես վայրի Բայց են տաքսիստին, որ ես շոքին ես արևին առանց պլոնկա ավտոյի մեջ խաշվում է վառում, ասում ես դու պիտի հդամտաս բերանը ջաշկտամ չտվիշ։ Ու են էլ վշխարի նման լռում է։ Ստեղ ռուսը մեղավոր է, ամերիկացին, ֆրանսիացին, գերմանացին, ով է մեղավոր։ Ով է մեղավոր, որ դու պահանջատեր չես։ Ով է մեղավոր, որ դու դարել ես մաքսիմալ անտարբեր քո շրջապատի, քո կեսակերպի, քո իրավունքների, քո ամեն ինչի նկատմամբ, ով է մեղավոր։ Ով է մեղավոր, երբ որ արդեն բոզիտողությունը հասել է այն աստիճանի սրբապղծությունը, որ նարկոտիկը բերեն կողել զոֆազինվորի գերեզմանակարի տակ ու դու լռում ես։ Ով է տեղ մեղավոր։ Ռուսը, պարսիկը, թե դու։ Դու որպես մարդ, դու որպես քաղաքացի, դու որպես հայ։ Ով է մեղավոր, որ հեսա կգա սեպտեմբերի 1-ը և դասագիրք չունենա աշակերտը, կասեն գնա քսերոք սարա, դասերդ կարդա, ով է մեղավոր։ Սիրելի ծնողն են, ինքը նամուսով է, ինչ նամուս։ Սիրելի ծնողներ, սիրելի աշակերտներ, ուսանողներ, ոչ մի ասկ, ոչ մի պետություն, մեղավոր չի ձեր, մեր, այսօրվա այս վիճակի մեջ։ Մեղավոր չի, ոչ մեկ։ Մի մեղադրեք ոչ մեկի։ Մի պետություն եթե չունի բանակ, մի պետություն եթե չի սիրում բանակ,
Մի պետություն եթե չունի հարգանք իր զինվորի, իր սպայի նկատմամբ, այդ պետությունը չի կարող գոյատևել, ուղղակի չի կարող, ոչ մի այլ երկիր չի ուղարկի իր զինվորին, քո տան համար, քո բոզի, քո գյոթի, քո կնգա, քո երեխու համար զոհվելու։ Ինքը կգա, Ամերիկա կլինի, Ֆրանսիա կլինի, Հունաստան կլինի, Ռուսը կլինի, Թուրքը կլինի, ով ուզում ալի, ինքը կգա քեզ օգնության այն ժամանակ, որ տենա դու այդ երկրի քաղաքացին հողը կրծելով, արունը ծծելով, այդ քառակուսին պահում ես, այն վաղտ կասի, հա, հարգանքի արժանի է, եկեք օգնենք։ Բայց երբ որ տենում է դու ամեն ինչը թողնում ու փախնում ես, բողջեդ վեկալած է թմես, քույն չօգնի, խի օգնի, za что, միաթել ինձ ասա տենամ, ով ես դու, որ քեզ օգնի, ինչ շահ ունի քեզանից, կնիկը, այսօր կանանց մեծ մասը, իրանց ամուսինների հետ ապրում են, մի բանի համար, որ ամուսինը փող է բերում տուն, որ օրը ամուսինը փող չբերեց տուն, որ օրը այդ ամուսինը մեռավ են բանկա չէ, կարգին հաղորդում է, որ ասում է Ֆերդինանդ, այդ վիճակն ալնելու, այսօր թաղին, վաղը կգա ուրիշը, Ֆերդինանդին կասեն հաջողություն, էսա, որ դուք ոչ մեկից մի նեղացեք, և որ պաշտպանության նախարար բոզի տղեն, տղուն վեկալն փախցնում է, ինքն էլ ազգային ժողովի պատգամավոր է, ընդդիմադիր հարթակից էլ ելույթ ունենամ, ինչ ասես ուրիշ, ու պետությունը ասում է թար, և որ Վարդան Ղուկասյանը 100-ից ավել, ես 300 հոգու անազգաուն եմ տվել ռազմական ոստիկանությանը, նրանք էլ եկալ եղել, Սասուն բոզի տղու, փախած, ազատված, հետո, և հասարակությունը պահանջատեր չի, հեսա կգա 2025-26-ը, երբ այդ մաման բռնաբարած ընտրությունները, գնալու են նորից, Սերժիկ, Ռոբիկ, Միշիկի նման բոզի տղեկին հավատան, ձեն տան, Նիկոլի նման են, հետո ասեն, վայ, սենց է լավ, վայ, լուս չկա, գազ չկա, բանակ չկա, թուրքը ծծր է, ճամպեն տվինք, սումնիքավը, չգիտեմ, կորցերին, կենարինք, իսկ ինչու այդպես եղավ, այդ 5000 դրամով ձայներ ծախողներ, վատա, վսո, վեշերես հավկում ենք, փախնում ենք Ամերիկա, Եվրոպա, Մեքսիկայով, մեռնեմ Ամերիկայի ջանին դրեց ծծրեց, փակելա, այդ չել ընդունում, դաժե Մեքսիկոյով, տալım կողմ բանդից դեպորտ, նոր օրենք, ասեմ իմացեք, դաժե Ռուսաստանի ու Բելարուսի քաղաքացիներին տալım կողմ բանդից դեպորտ, դե հիմա եկեք, ուշ, Եվ ես չեմ ուզում, որ աճող սերունդը անցնի նրա միջով, ինչի միջով, որ անցել են ձեր ծնողները, ձեր տատերն ու պապերը, Հայաստանի Հանրապետության, ապշե Հայաստանի հայ ժողովրդի, ամենալավագույն կյանքի տարիները եղել է սովետական միության ժամանակահատվածը, այդ ժամանակ ենք տվել արվեստի գործիչներ, այդ ժամանակ ենք տվել մշակութային գործիչներ, սպորտսմեններ, զինվորականներ, որ ալամաշխար գոռում ենք, 4 հատ մարշալ ենք տվել, ոնց, ումով, սովետի դաստիարակությունն է եղել, Ստալին դրեց մորները ծծրեց, ստիպեց մարդ դառան, հիմա այդ նույնը կարակրկնվի միմիան, ես չեմ ասում, որ մենք գնալու ենք դեպի սովետական միություն, այլևս մենք հետ չենք բերի սովետական միությունը, բայց մենք մեր մեջ սոցիալիստական պետություն կարող ենք ստեղծել, և այդ սոցիալիստական պետությունը պիտի պաշտպանի բանվորին, գյուղացուն, մանկավարժին, ուսուցչին, զինվորականին, ոստիկանին, այլ ոչ թե քերյա օլիգարխիայի շահերը պաշտպանի, որ էս են զավթեն, են են զավթեն, բուհը փագեն, հյուրանոց սարքեն, զավոդը փագեն, ռեստորան սարքեն, խերս փագեն, դպրոցը փագեն, եսիմ մոթել սարքեն, չի լինելու տես բան, չի լինելու, և դրա միակ անողը, միակ ռադիկալ մոտեցում ցույց տվողը, ընդཐուպ գնդակահարության միջոցով Վարդան Ղուկասյան, ուզեք թե չուզեք, ինչի, որովհետև խոցելի չի, ոչ
քուրունի, ոչ ախպերունի, ոչ կնիգունի, ոչ երեխ, ոչ մի բանով չեն կարող շանտաժարել, ոչ մի բանով։ Իսկ մեկը չի կարասի, քո չի գրած է բանակ։ Էսի քո, չգիտեմ, զոքանչինա չկա տենց բան։ Այն Միխալկովը, որ նստած տենց խոսում է, այդ դրա լավը էտա, ինգեր Միխալկով։ Չկա, անտեր շունա։ Գազազած, վրեժի ծարավով, աբիժնիկ, երևույթ, որը որ մտավ Հայաստան, 37 թվի երնեք են տալու։ Երնեք։ Այն ժամանակ կզգան օրենքի գերակարություն։ Ինչա նշանակում։ Այն ժամանակ է կտենան, որ ում լակոտը ուզմալի գնամա բանակ։ Այն ժամանակ կտենան, որ բանակից գողացան տարան տուն ու տեղը ծսերին վարիտավին գնաց, տակնել գրին գրիպից մեռավ։ Այն ժամանակ կտենան մի հատ դատավոր թոփորձ ինչ է մի հատ խախտա, մորը շինելու եմ տեղում։ Թոփորձը մի հիվանդանոց, մի հատ զինվորի մտցնի ասին, իա պետ պատվերը այս կարգի չի սպասարկվում։ Ոստե։ Ոտը փորձվի մեկը խուսափի հարկից։ Մի հոգի մարդ։ Այդքան սիրում եք Ամերիկա, Ամերիկայի նման ալնելու։ Տիպիկ Ամերիկայի դե փորձվի հարկ միտուշ։ Փորձվի քիչ հարկ ցուստու կամ փորձվի քեզ շինի բանը, վնասով աշխատող։ Ինչ կանեն Ամերիկայում։ Տունը տեղը կծծնեն։ Մարդ սպանես ավելի հեշտ կպրծնես, քան քեզ բռնեն որպես հարկերից խուսափող։ Անես ծսանի Ամերիկա սերը փոխի, այդ են ցալնելու։ Փորձվի դու ինչ են ագարկյանը սիրուներ ինչ են բարը Ռասիայի բան պորնիկը կամ մյուսները կոնյակ կեղսի ու ծախի, փորձվի։ Կամ սնունդ կամ դեղորայք։ Ուրիշ ձև այս ազգը չի հասկանում։ Մենք են ազգը չենք, դեմոկրատիա։ Ես իմ ինչ, էլի դեմոկրատիա, էլի մարդու իրավունքներ, բայց օրենքի կերակայություն, որի դեմ բոլորը հավասար են, ով ուզում է ըլի։ Ու պիտի լինի փետ, դուբինկա այս ազգի գլխին, ուրիշ ձև մենք չենք կարող, մենք սովոր չենք։ Հասկացեք, մեր գենը այդ գենը չի։ Օսմանու գենը ենթարկվել գիտի, պարսիկի գենը ենթարկվել գիտի, ֆրանսիացին հասկանում այն չա, բանը շվեդը, անգլիացին, մենք ոչ, մեզ պիտի ծսանես որ հասկանա, չի հասկանա, չի հասկանա մարդը։ Դրա վարապացուցն ես 30 տարվա վիճակն է։ Ինչի հանգեցրեց այս երկիրը։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն, միշտ նոր հանդիպ։